Նա մտավ այդ տուն որպես պարզ այգեպան, բայց այն, ինչ նա ցանկանում էր, շատ ավելին էր, քան լավ խնամված ծաղիկները։ Մինչ նա լուր դիտում էր, տեսավ, թե ինչպես վախը բողբոջեց երեխաների աչքերում թույնը կաթեց կնոջ շուրթերից։ Բայց նոր սպասուհու նուրբ հպումն էր, որ այրեց նրա մաշկն այնպես, որ նույնիսկ սուգը չկարողացավ հանգցնել։ Եվ այնտեղ, խեղդող պահեստների չասված գաղտնիքների մեջ, արգելված ցանկությունը սկսեց ծաղկել անզուսպ ուժով։ Հուսով ենք, որ ձեզ դուր կգա այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե դուր գա, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Երանի Դավթաշենի շքեղ բնակելի համալիրի մանրակրկիտ խնամված այգիներում վեր էր խոյանում Հարությունյանների շքեղ առանձնատունը։ 42-ամյա Սարգիս Հարությունյանը արմթեք տեխնոլոգիական կայսրության ետում կանգնած մարդն էր, Հայաստանի խոշորագույն ծրագրային ապահովման ընկերություններից մեկը։ Նրա դեմքը զարդարում էր բիզնես ամսագրերի շապիկները, նրա ուղին ուսումնասիրվում էր համալսարաններում։ Այն ամենը, ինչին Սարգիսը դիպչում էր, ոսկի էր դառնում։ Ամեն ինչ, բացի նրա ընտանեկան կյանքից։ Իր սիրելի կնոջ, Արիկի մահից 3 տարի անց, ով հազվագյուտ աուտոիմունային հիվանդության զոհ էր դարձել, Սարգիսը վերջապես ենթարկվեց ընկերների ընտանիքի անդամների խորհուրդներին, վերակառուցելու իր կյանքը։ 7-ամյա Անին 10-ամյա Արամը մայրական կերպարի կարիք ունեին, պնդում էին բոլորը։ Արմթեք ինստիտուտի կողմից կազմակերպված բարեգործական միջոցառման ժամանակ Սարգիսը ծանոթացավ 35-ամյա Գայանե Մանուկյանի հետ, մի գեղեցիկ սոցիալիտ, ով հայտնի էր Երանյան էլիտայի բարեգործական շրջանակներում։ Գայանեն Արիկի հակապատկերն էր։ Եթե Արիկը ջերմ էր ու զուսպ, Գայանեն ապշեցուցիչ էր ու շռայլ։ Եթե Արիկը քաղցրությամբ էր խոսում, Գայանեն իր ներկայությունն էր պարտադրում։ Միգուցե հենց այդ տարբերությունն էր գրավել Սարգսին, ով չէր ցանկանում կորցրած սիրո փոխարինում, այլ երջանիկ լինելու նոր հնարավորություն։ Ամուսնությունը տեղի ունեցավ առաջին հանդիպումից 6 ամիս անց, շքեղ արարողությամբ Դիլիջանում, Տավուշի մարզում։ Աշխարհի համար դա Հարությունյանների ընտանիքի համար նոր գլխի սկիզբն էր։ Սարգսի համար դա հույս էր, լրացնելու այն դատարկությունը, որը բնակվում էր նրա առանձնատանը Դավթաշենում։ Առաջին ամիսներին ամեն ինչ կատարյալ էր թվում։ Գայանեն Սարգսի ներկայությամբ ուշադիր էր երեխաների հանդեպ, անթերի ընթրիքներ էր կազմակերպում նրա գործնական կապերի համար, ուղեկցում էր ամուսնուն բոլոր սոցիալական միջոցառումներին։ Մասնագիտացված մամուլը չէր հոգնում լուսանկարել զույգին, նրանց անվանելով հայ գործարար աշխարհի կատարյալ զույգ։ 3 շաբաթ տողությամբ Հարավային Կորեա կատարած ուղղորության ժամանակ, որի նպատակն էր միլիարդավոր դոլարների պայմանագիր կնքել ասիական տեխնոլոգիական ընկերության հետ, Սարգիսը սկսեց նկատել իր երեխաների վարքագծի փոփոխություններն ամենօրյա տեսազանգերի միջոցով։ Ամեն ինչ կարգին է ձեզ մոտ, իմ սիրելիներ, հարցնում էր Սարգիսը, նկատելով Արամի անսովոր լռությունը, ով սովորաբար այդքան շատ էր խոսում դպրոցում իր արկածների մասին։ Ամեն ինչ լավ է, հայրիկ, պատասխանում էր տղան, աչքերը ցած նայելով։ Անին պարզապես գլխով էր անում, կառչած իր գունաթափված փափուկ նապաստակից, որը նրա կենսաբանական մոր նվերն էր։ Գայանեն լավ է խնամում ձեզ։ Այո, կարճ պատասխաններ, կորած հայացք։ Ինչ-որ բան այն չէր։ Երան վերադառնալուն պես Սարգիսը հասկացավ, որ փոփոխություններն ավելի խորն էին, քան պատկերացնում էր։ Անին նորից սկսել էր անկողինը թրջել, մի խնդիր, որը նա հաղթահարել էր տարիներ առաջ։ Արամն ավելի ինտրովերտ էր դարձել, նրա գնահատականները մասնավոր երկլեզու դպրոցում կտրուկ ընկել էին։ Հարցին Գայանեն ամեն ինչ վերագրում էր հոր բացակայության պատճառով առաջացած սթրեսին։ Նրանք կարոտում են քեզ, Սարգիս։ Ես անում եմ հնարավոր ամեն ինչ, բայց դու գիտես, թե որքան դժվար կարող են լինել երեխաները, երբ ուզում են ուշադրություն գրավել, ասում էր Գայանեն, իր ձայնի տոնը կատարյալ հավասարակշռելով անհանգստության վերահսկողության միջ։ Միգուցե դու պետք է ավելի քիչ ճանապարհորդես։ 2 շաբաթ Սարգիսը փորձում էր վերականգնել բնականոն կյանքը, ավելի շատ ժամանակ անցկացնելով տանը, հանգստյան օրերին երեխաներին տանելով հաղթանակի զբոսայգի, առանձնատան կինոդահլիճում կինոդիտումներ կազմակերպելով։ Բայց լարվածությունն զգալի էր, հատկապես, երբ Գայանեն ներկա էր։ Երեխաները կարծես չափում էին յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր ժեստը։ Մի գիշեր Սարգիսն արթնացավ Անիի խեղդված ճիչերից։ Հասնելով աղջկա սենյակ, նա Գայանեին արդեն այնտեղ գտավ, մխիթարելով երեխային։ Պարզապես մղձավանջ էր, սիրելիս, բացատրեց Գայանեն, ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Վերադարձիր քնելու, ես արդեն զբաղվում եմ դրանով։
Բայց երբ շրջվեց դուրս գալու, Սարգիսը բռնեց իր դստեր սարսափած հայացքը, ով գծկվում էր անկողնում հեռու խորտ մոր հպումից։ Այդ գիշեր, քնել չկարողանալով, Սարգիսը որոշում կայացրեց, որը հավերժ կփոխեր նրանց կյանքի ընթացքը։ Եթե իր տանը ինչ-որ բան էր կատարվում, նա կբացահայտեր դա։ Ոչ որպես Սարգիս Հարությունյան հզոր գործարար, ումից բոլորը վախենում էին դժգոհել, այլ որպես անտեսանելի մեկը, ով կարող էր դիտել աննկատ մնալով։ Հաջորդ առավոտյան Սարգիսը հայտարարեց նոր գործնական ուղղություն, այս անգամ Գյումրի տեխնոլոգիական հանգույց, Հայաստան։ Դա առնվազն 3 ամսվա բացակայություն կլիներ, նա բացատրեց ընտանիքին նախաճաշի ժամանակ։ Գայանեն իսկապես հիասթափված թվաց, բայց Սարգիսը նկատեց կարճատ փայլ նրա աչքերում, ինչ-որ բան թեթացման սպասման միջ։ Շատ երկար կլինի, հայրիկ, մրմնջաց Արամը, ափսեում կերակուրով խաղալով։ Ամեն օր կզանգեմ, չեմպիոն։ Եվ երբ վերադառնամ, մեկ ամբողջ ամիս կանցկացնենք Դիլիջանի լողափնյա տանը, միայն մենք երեքս, ինչ կասես, Սարգիսը խառնեց որդու մազերը, փորձելով չցուցադրել այն ցավը, որ զգում էր հեռանալու անհրաժեշտությունից։ Այն, ինչ ոչ ոք չգիտեր, այն էր, որ Սարգիսը ոչ մի տեղ չէր մեկնելու։ Փոխարենը նա իրականացնում էր մանրակրկիտ մշակված պլան, ընդամենը մեկ անձի օգնությամբ, Վարդան Գրիգորյանի, իր անվտանգության պետի հին ընկերոջ, միակ մարդու, ում լիովին վստահում էր։ Շաբաթներ շարունակ Սարգիսը դիտում էր առանձնատան առօրյան, նկատել էր, որ այգեպանը, պարոն Հովսեփը, պատրաստվում էր թոշակի անցնել։ Վարդանի միջոցով Սարգիսը կապ հաստատեց պաշտպանված վկաների համար փաստաթղթերի ինքնությունների գծով մասնագիտացված գործակալության հետ, մեծ գումար վճարելով նոր ինքնություն ստեղծելու համար, Անդրանիկ Սարգսյան, 45 տարեկան, Սյունիքի մարզից, մեծ կալվածքներում այգեգործության փորձով։ Վերափոխումը լիակատար էր։ Սարգիսը մորուք աճեցրեց, ներկեց այն մոխրագույն, օգտագործեց կոնտակտային լինզաներ, որոնք փոխում էին նրա աչքերի գույնը կապույտից շագանակագույնի, ընդունեց կապանի նուրբ շեշտադրություն, մի մարզ, որը լավ գիտեր այնտեղ ունեցած բազմաթիվ ձեռնարկությունների շնորհիվ։ Նա մաշկ նայրեց Արի տակ օրեր շարունակ, աշտարակի մոտակայքում գտնվող մեկուսացված ֆերմայում, որպեսզի ձեռք բերի բացօթյա աշխատողի արահարված երանգը։ Երկուշաբթի առավոտյան, մինչ իբր մեկնում էր Գյումրի, Սարգիսը հրաժեշտ տվեց իր ընտանիքին Զվարթնոց միջազգային օդանավակայանում։ Անին կառչեց նրա ոտքերից, արցունքոտ աչքերով, լուռ աղաչելով հորը չգնալ։ Արամը, փորձելով ուժեղ լինել որպես տան տղամարդ, հոր բացակայության պայմաններում, պարզապես արագ գրկեց, մրմնջաց. Ես կհոգամ Անիի մասին, հայրիկ։ Գայանեն, անթերի իր Արմանի զգեստով բարձրակրունկներով, կինեմատոգրաֆիկ ճշգրտությամբ համբուրեց նրան շուրթերին, այն հազվադեպ տեսախցիկների համար, որոնք միշտ կարծես գտնում էին նրանց հանրության մեջ։ Կարոտելու եմ քեզ, սիրելիս։ Մի անհանգստացիր ոչ մի բանի համար այստեղ։ Ես հստակ գիտեմ, թե ինչպես հոգալ ամեն ինչի մասին։ Դա վերջին արտահայտությունն էր, որը արձագանքում էր Սարգսի մտքում, երբ նա դուրս էր գալիս մեկնման դռնով, միայն թե փոխեր ուղղությունը դուրս գար երկրորդական ելքով, որտեղ Վարդանը սպասում էր նրան պարզ հագուստով, առանց նույնականացման նշանների սովորական մեքենայով։ 3 օր անց Անդրանիկ Սարգսյանը ներկայացավ Հարությունյանների առանձնատան հետնամուտքի մոտ, հանձնարարական նամակով տեղեկությամբ, որ նրան վարձել է լանդշաֆտային ընկերությունը, որը սպասարկում էր համալիրը։ Անուշը, տնային տնտեսուհին, ով ավելի քան 1 տասնամյակ աշխատում էր Հարությունյանների համար, նա էր, ով ընդունեց նրան, բացատրելով տան կանոնները, ցույց տալով փոքրիկ սենյակը կալվածքի հետնամասում, որտեղ նա պետք է բնակվեր։ Տիկինը սիրում է ամեն ինչ կատարյալ, պարոն Անդրանիկ։ Ոչ մի տեր իր տեղից դուրս, հասկանում եք։ Պարոն Հովսեփը ամեն ինչ կարգին էր թողել, բայց տիկինն արդեն բողոքել է, որ Արջի այգու վարդերն այնքան փարթամ չեն, որքան պետք է լինեին։ Սարգիսը, կամ ավելի ճիշտ Անդրանիկը, պարզապես համեստորեն գլխով արեց, աչքերը ցած նայելով, ինչպես որ վայել էր աշխատողին տնային տնտեսուհու առաջ։ Կարող եք հանգիստ լինել, տիկին։ Ես ամեն ինչի մասին կհոգամ, ինչպես իմը լիներ։ Անուշը մի պահ նայեց նրան, կարծես նրա մեջ ինչ-որ բան ծանոթ էր թվում, բայց շուտով մերժեց այդ միտքը։ Աշխատակիցների նախաճաշը ժամը 6-ին է, նախքան ընտանիքը կարթնանա։ Ճաշը կեսօրին, ընտանիքի ավարտելուց հետո։ Տիկինը չի սիրում տեսնել, թե ինչպես են աշխատողները շրջում իր ուտելու ժամանակ։ Տեղավորվելով պարզ սենյակում, որն այնքան տարբեր էր նույն տանը զբաղեցրած իր շքեղ սենյակից, Սարգիսը զգաց անհանգստության վճռականության խառնուրդ։ Փոքրիկ պատուհանից նա կարող էր տեսնել հետնամասի այգու մի մասը լողավազանը, որտեղ մի անգամ Արամի Անիի հետ խաղացել էր արոտ կեսօրներին։
Այժմ նա պատրաստվում էր պարզել, թե ինչ էր կատարվում իր ընտանիքի հետ, երբ ոչ ոք չէր նայում։ Այգեպան որպես իր առաջին շաբաթը նա նվիրեց դիտարկելուն, սովորելուն տան ռիթմերը, որը մի օր այդքան լավ էր ճանաչել, բայց այժմ տեսնում էր լիովին այլ տեսանկյունից։ Նկատեց, թե ինչպես Գայանեն հայտնվում էր միայն առավոտյան ժամը 11-ի սահմաններում, միշտ անթերի հագնված դիմահարդարված, նույնիսկ տանը մնալու համար։ Նկատեց, թե ինչպես էին աշխատողները լարվում նրա ներկայությամբ, ինչպես էին շշուկներով խոսում, երբ նա մոտենում էր։ Երեխաները դպրոց էին գնում առավոտյան ժամը 7-ին, վարորդի մեքենայով, վերադառնում էին կեսօրից հետո ժամը 3-ին։ Արամը սովորաբես լողի ձյուդոյի դասեր էր ունենում, մինչդեռ Անին բալետ դաշնամուր էր սովորում։ Բայց Սարգիսը նկատեց, որ իր բացակայության պայմաններում արտադասարանական գործունեությունը կտրուկ կրճատվել էր։ Մասնավոր ուսուցիչները փողի վատնում են, լսեց Գայանեի խոսքերը հեռախոսով, երբ նա աշխատում էր պատշգամբի մոտ։ Սարգիսն այստեղ չէ տեսնելու, իսկ երբ վերադառնա, երեխաները կարող են վերսկսել։ Մինչ այդ, մենք խնայում ենք։ Չորրորդ օրը Սարգիսը տեսավ Անին լացելիս, թաքնված պտղատու այգու ծառերից մեկի ետում, որը նա մշակում էր։ Զգուշորեն մոտեցավ, որպեսզի չվախեցնի նրան։ Աղջիկս, ինչ է պատահել, հարցրեց նա Սյունիքի մարզի շեշտադրությամբ, որն այժմ որդեգրել էր։ Անին սարսափեց, արագորեն սրբելով արցունքները։ Ոչինչ, պարոն Անդրանիկ։ Պարզապես կարոտել եմ հայրիկիս։ Սարգիսը սիրտը սեղմվեց։ Քո հայրիկը շուտով կվերադառնա, վստահ եմ։ Կուզես օգնել ինձ տնկել այս ծառերի սածիլները։ Երբ քո հայրիկը վերադառնա, դրանք արդեն մեծացած կլինեն։ Աղջկա դեմքը լուսավորվեց ամաչկոտ ժպիտով, առաջինը, որ Սարգիսը տեսնում էր շաբաթներ շարունակ։ Հենց այդ պարզ պահին էր, երբ իր իսկ դստեր հետ ծաղիկներ էր տնկում, ով նրան չէր ճանաչում, որ Սարգիսը համոզվեց։ Ինչ-որ բան շատ սխալ էր իր տանը, նա կբացահայտեր, թե ինչ էր դա։ Նույն կեսօրին, մինչ գործիքներ էր դասավորում հետնամասի պահեստում, Սարգիսը լսեց մի ձայն, որը չէր ճանաչում, մի կին ձայն երիտասարդ մեղեդային, Սյունիքի մարզի թեթ շեշտադրությամբ, ինչպիսին նա փորձում էր ընդօրինակել։ Տիկին Անուշ, բերեցի այն նյութերը, որ խնդրեցիք ապակիները մաքրելու համար։ Շրջվելով Սարգիսն առաջին անգամ տեսավ նրան, ով լիովին կփոխեր իր պատմության ընթացքը։ 24-ամյա Նարէ Հովհաննիսյանը, նոր վարձված որպես մաքրուհու օգնական, մեծ ու արտահայտիչ աչքերով, որոնք կարծես իր տարիքից շատ ավելի մեծ իմաստություն էին պահում, ժպիտով, որը թե ամաչկոտ լուսավորում էր իր շրջապատը։ Ահ, Նարէ, լավ է, որ եկար։ Եկ ծանոթացիր պարոն Անդրանիկի հետ, նոր այգեպանը։ Նա նույնպես Սյունիքի մարզից է, ինչպես դու։ Սարգսի Նարեի հայացքները հատվեցին առաջին անգամ, ինչ-որ անբացատրելի բան տեղի ունեցավ։ Ակնթարթային կապ, հոգիների ճանաչում, կարծես երկուսն էլ, առանց բառերի, գիտեին, որ իրենց կյանքն այլս նույնը չի լինի այդ ակնհայտորեն բանալի հանդիպումից հետո, Դավթաշենի առանձնատան հետնամասի գործիքների պահեստում։ Հաճելի է ծանոթանալ, պարոն Անդրանիկ, ասաց Նարեն, մեկնելով փոքր կոպիտ ձեռքը ծանր աշխատանքից, բայց անհավանականորեն նուրբ իր ժեստով։ Բարի գալուստ։ Սարգիսը բռնեց այդ ձեռքը մեկ վայրկյան ավելի երկար, քան վայել էր, զգալով էլեկտրական հոսանք իր մարմնով։ Հաճույքը իմն է, Նարէ։ Վստահ եմ, որ շատ լավ կհարմարվենք այստեղ։ Անուշը ուշադիր աչքերով դիտում էր փոխազդեցությունը, չհասկանալով, որ նա ականատես էր լինում մի սիրո պատմության սկզբին, որը կմարտահրավեր դներ բոլոր կոնվենցիաներին, հավերժ կփոխեր բոլորի ճակատագիրն այդ տանը։ Եթե դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ է ձեր կարծիքը մեր զույգի սիրավեպի մասին։ Հաջորդող շաբաթների ընթացքում Սարգիսը հարմարվեց իր իսկ տան այգեպանի առօրյային, նորացված աչքերով դիտելով ընտանեկան դինամիկան։ Այն, ինչ տեսնում էր, նրան լցնում էր տագնապով մեղքով։ Գայանեն, կինը, ում նա ընտրել էր իր երեխաների նոր մայրը լինելու համար, լիովին այլ մարդ էր դառնում, երբ կարծում էր, որ ոչ մի կարևոր մարդ չի նայում։ Երեխաները ենթարկվում էին խիստ ու սառը առօրյայի։ Ճաշերը, որոնք նախկինում զրույցների ծիծաղի պահեր էին, այժմ լուռ էին։ Արամը Անին ցածր հայացքով էին ուտում, պատասխանելով միայն այն ժամանակ, երբ Գայանեն ուղղակիորեն հարցեր էր տալիս։ Տղան, նախկինում էքստրովերտ հետաքրքրասեր, այժմ տեսանելիորեն նահանջում էր, երբ խորթ մայրը մտնում էր սենյակ։ Անին, Սարգսի փոքրիկ արքայադուստրը, կարծես լիովին կորցրել էր իր մանկական ուրախությունը։ Կեցվածք, Անի։
Տիկինը չի կրանում ափսեի վրա, Սարգիսը լսեց Գայանեի նկատողությունը աղջկան, մինչ նա թփեր էր մշակում ճաշասենյակի պատուհանի մոտ։ Եվ խնդրում եմ, ծամեք բերանը փակ։ Այս սովորությունը դու քո հայրիկից ես քաշել, միշտ շտապում է։ Կներեք, տիկին Գայանե, մրմնջաց Անին անմիջապես ուղղելով իր փոքրիկ ուսերը։ Քանի անգամ պետք է ասեմ։ Ես հիմա քո մայրն եմ, ոչ թե տիկին Գայանե, Գայանեի ձայնը քաղցր էր հնչում, բայց Սարգիսը զգաց տակտիր թույնը։ Քո հայրիկը շատ կտխրեր, եթե իմանար, որ դու հրաժարվում ես ինձ որպես մայր ընդունել։ Հուզական մանիպուլյացիան մշտական էր, նկատեց Սարգիսը։ Երեխաներին հաճախ էին հիշեցնում, թե ինչպես իրենց հայրիկը կհիասթափվեր կամ կտխրեր իրենց տարիքի երեխաների բնականոն վարքագծից։ Սարգսի անունը հիշատակվում էր որպես քողարկված սպառնալիք, նրան անկամորեն դարձնելով այդ բռնապետության հանցակից։ Մի հատկապես շոկ կեսօր էր, երբ Սարգիսը ականատես եղավ առաջին իսկական բարությանը, որ երեխաները ստանում էին իր բացակայության ժամանակ։ Նարեն, նոր տնային օգնականը, թարմ նարնջի հյութով սկուտեղ էր բերում Արամի Անիի համար, ովքեր սովորում էին պատշգամբում Գայանեի հեռավոր հսկողության ներքո, ով հեռախոսով խոսում էր տան ներսում։ Սառը հյութ բերեցի, որ թարմացնի նրանց գլուխները, ովքեր այդքան շատ են սովորում, ասաց Նարեն իր նուրբ ժպիտով։ Այսօր շատ շոգ է, տեսար։ Երեխաների դեմքերը լուսավորվեցին այնպես, ինչպես Սարգիսը վաղուց չէր տեսել։ Արամն անմիջապես վայր դրեց մատիտը բաժակ վերցրեց, մինչդեռ Անին գրկեց Նարեին իր գոտկատեղից։ Շնորհակալություն, Նարե։ Դու լավագույնն ես, բացականչեց աղջիկը։ Շշ, մեղմ խոսիր, աղջիկս, ծիծաղեց Նարեն, անհանգստորեն նայելով տան ներսը։ Չեմ ուզում խառնաշփոթ ստեղծել։ Տիկին Գայանեն թույլ չի տալիս մեզ ոչինչ խմել ուսման ժամանակ, գաղտնիքը բացահայտեց Արամը, ագահորեն խմելով հյութը։ Նա ասում է, որ շեղում է։ Դե, բոլորը պետք է ջուր խմեն, չէ՞։ Հատկապես Երանի այս շոգին, որը թվում է հնոց, Նարեն քնքշորեն խառնեց տղայի մազերը։ Հիմա լավ սովորեք, որ ավելի ուշ մի փոքր անակնկալ բերեմ, որը պատրաստեցի խոհանոցում, երբ տիկին Անուշը չէր նայում։ Շոկոլադե։ Կոնֆետ, Անի աչքերը փայլեցին սպասումից։ Ով գիտե, աչքով արեց Նարեն, հավաքելով դատարկ սկուտեղը։ Բայց դա գաղտնիք է, տեսար։ Սարգիսը հեռվից դիտում էր տեսարանը, զգալով երախտագիտության ալիք ուրիշ ինչ-որ բան, ինչը նա չէր սպասում նորից զգալ Արիկից հետո։ Խորը հիացմունք, գրեթե երկրպագություն։ Նարեն վտանգում էր իր դիրքը, երեխաներին նորմալության քնքշության փոքրիկ պահեր բերելու համար։ Նա ոչ մի պարտավորություն չուներ, ոչինչ չէր շահելու դրանից, այնուամենայնիվ հոգ էր տանում։ Այդ գիշեր, երբ նա ընթրում էր մյուս աշխատակիցների հետ հետնամասի խոհանոցում, Սարգիսը փորձեց ավելին իմանալ այն երիտասարդ կնոջ մասին, ով ավելի ու ավելի էր գրավում իր ուշադրությունը։ Նարեն նորեկ է այստեղ, չէ՞, պատահաբար հարցրեց Անուշին, ով վերահսկում էր աշխատողների կերակուրը։ Ընդամենը 1 ամիս է, պատասխանեց տնային տնտեսուհին, իրեն բրինձ մատուցելով։ Եկել է իմ զարմուհու խորհրդով, ով աշխատում է Համալիրի Ալմեյդաների տանը։ Աշխատասեր, կիրթ աղջիկ։ Օրհնություն նախորդից հետո, ով նույնիսկ 1 շաբաթ չտեց։ Որտեղից է նա, շարունակեց Սարգիսը, փորձելով չթվալ չափից դուրս հետաքրքրված։ Սյունիքի մարզից է, ինչպես դուք, միջամտեց Հակոբը, վարորդը, ով մինչ այդ լուր ուտում էր։ Կապանից է, չէ՞, Նարե։ Նարեն, նստած սեղանի անկյունում, ամաչկոտորեն գլխով արեց։ Հենց այդպես է, պարոն Հակոբ։ Երան եմ եկել 3 տարի առաջ, օգնելու մորս փոքր եղբայրներիս պահել։ Անցյալ ամիս նրանց բերել եմ, հիմա ապրում են ինձ հետ նոր Նորքում։ Ընտանեկան աղջիկ, հավանություն տվեց Անուշը։ Այսօրվա երիտասարդ աղջիկների նման չէ, ովքեր միայն երեկույթների բջջային հեռախոսների մասին են մտածում։ Նարեին մինչ հիմա չեմ տեսել բողոքելիս, քրտնաջան աշխատում է դեռ ժամանակ ունի երեկոյան սովորելու։ Բուժքույրական գործ եմ սովորում, բացատրեց Նարեն, աչքերում վճռականության փայլով, ինչը Սարգսին հիացրեց։ Մի օր ուզում եմ մարդկանց խնամել, ոչ միայն ուրիշների տները մաքրել, ամբողջ հարգանքով, տիկին Անուշ։ Եվ կհասնես, աղջիկս։ Իմ օրհնությունը քեզ, ժպտաց տնային տնտեսուհին, մի հազվադեպ ժեստ, որը ցույց էր տալիս, թե որքան էր նա արդեն գնահատում երիտասարդ կնոջը։ Հաջորդող շաբաթների ընթացքում Սարգիսը փոքր հնարավորություններ ստեղծեց Նարեին մոտենալու համար։
Առաջարկում էր տանել ծանր ջրի դույլեր, որոնք նա օգտագործում էր մաքրության համար, վերանորոգում էր անձնակազմի սենյակներում փոքր խնդիրները, նախքան նա կհասցներ դրանց մասին հայտնել, ծաղիկներ էր թողնում աննկատ կերպով այգուց ծառայողական մուտքի մոտ, որտեղ գիտեր, որ նա կանցնի։ Նարեն, սկզբում ամաչկոտ զուսպ, սկսեց պատասխանել այդ բարություններին։ Սառը ջրի բաժակ էր բերում, երբ նա աշխատում էր ուժեղ արի տակ, մի կտոր տորթ էր պահում նրա համար, երբ նա չէր կարող ներկա լինել անձնակազմի նախաճաշին, պատմում էր Գորիսի պատմություններ, որոնք Սարգսին ստիպում էին իսկապես ծիծաղել երկար ժամանակ հետո առաջին անգամ։ Մինչդեռ երեխաների վիճակը վատթարանում էր։ Սարգիսը ականատես եղավ անհամաչափ պատիժների նվազագույն սխալների համար։ Արամը մնաց առանց ընթրիքի, ուսապարկը դասավորել մոռանալու համար։ Անին արգելվեց մուլտֆիլմեր դիտել մեկ շաբաթով, քանի որ նա պատահաբար հյութ էր թափել հյուրասենյակի գորգի վրա։ Մի կեսօր Սարգիսը գտավ իր դստերը լացելիս թաքնված ծառատունկում, որը նա ինքն էր կառուցել տարիներ առաջ։ Զգուշորեն մոտեցավ, հարգելով աղջկա սուրբ տարածքը։ Կարող եմ բարձրանալ, Անի, քնքշորեն հարցրեց, օգտագործելով այն մականունը, որը միայն ընտանիքն էր օգտագործում, մի սայթաքում, որը բարեբախտաբար աղջիկը չնկատեց։ Կարող եք, պարոն Անդրանիկ, շնչեց Անին, արագ սրբելով արցունքները։ Սարգիսը ճարպկորեն բարձրացավ, նստելով դստեր կողքին փոքրիկ փայտե տարածքում։ Ինչ է պատահել, փոքրիկս։ Տիկին Գայանեն։ Անին վարանեց, շուրջը նայելով, կարծես վախենում էր լսվել։ Նա պատռեց իմ նապաստակին։ Սարգսի արյունը սառեց։ Փափուկ նապաստակը վերջին նվերն էր, որ Արիկը տվել էր դստերն իր մահից առաջ։ Աղջիկը նրա հետ էր քնում ամեն գիշեր, դա նրա թալիսմանն էր, նրա մխիթարանքը, վաղուց կորցրած մոր շոշափելի մասը։ Ինչու՞։ Պատռեց, հարցրեց, զսպելով այն զայրույթը, որը սպառնում էր բացահայել իր իսկական ինքնությունը։ Ես չդասավորեցի իմ սենյակը այնպես, ինչպես նա է սիրում, Անին գրկեց ծնկները։ Նա ասաց, որ անփույթ աղջիկները խաղալիքների արժանի չեն։ Նա մկրատով կտրեց նրա փորը, հանեց ամբողջ միջուկը։ Ասաց, որ միայն կվերանորոգի, եթե ես արժանի լինեմ։ Սարգիսը խորը շունչ քաշեց, զսպելով այն ցանկությունը, որ թողներ քողարկումը այդ պահին առերեսվեր Գայանեի հետ։ Դա ամեն ինչ կքանդեր։ Նա պետք է համբերատար լիներ։ Գիտես մի բան, Անի։ Ձեր պարոն Անդրանիկը մի փոքր կարելուց հասկանում է։ Ինչ կասես, եթե մենք շտկենք այդ նապաստակին, առանց որը մեկի իմանալու։ Անիի դեմքը լուսավորվեց։ Հույսով։ Իրոք։ Դուք կարող եք վերանորոգել պարոն Գազարին։ Իհարկե, կարող եմ։ Մայրս ինձ փոքրուց է սովորեցրել հագուստ կարել, ստեց Սարգիսը, ով իրականում սովորել էր կարել, երբ Արիկը հիվանդացել էր, օգնելու նրան երեխաների հագուստի փոքր վերանորոգումներում։ Դու այն կբերես ինձ վաղ առավոտյան, քո դասից առաջ։ Մենք կշտկենք այն։ Հաջորդ առավոտյան Սարգիսը Անիի դողդոջուն ձեռքերից ստացավ այլանդակված նապաստակին։ Նարեի զուսպ օգնությամբ, ով գերազանց կարել գիտեր, նա վերականգնեց խաղալիքը ճաշի ընդմիջման ժամանակ։ Նարեն ոչ միայն կարեց պատրվածքը, այլ լվաց անուշաբույր դարձրեց խաղալիքը նարդոսով, կարկատանի տեղում ավելացնելով փոքրիկ կարմիր սիրտ։ Որպեսզի այն ավելի առանձնահատուկ դառնա, բացատրեց նա Սարգսին, ով հիացմունքով էր նայում նրան։ Երբ նրանք նապաստակին վերադարձրին Անիին, թաքնված ծառատան ետում, աղջկա երջանկությունն աննկարագրելի էր։ Նա ամուր գրկեց խաղալիքը, իսկ հետո Սարգսի զարմանքին միաժամանակ գրկեց Նարեին Անդրանիկին։ Դուք իմ պահապան հրեշտակներն եք, հայտարարեց նա, այն խորը պարզությամբ, որը միայն երեխաներն ունեն։ Ես ոչ մեկին չեմ ասի, խոստանում եմ։ Այդ պահը կնքեց ինչ-որ բան Սարգսի Նարեի միջ, մի հանցակցություն, որը գերազանցում էր մինչ այդ փոխանակված փոքրիկ բարություններին։ Այդ կեսօրին, երբ նրանք աշխատում էին կողք կողքի այգում, Նարեն մաքրում էր արտաքին պատուհանները, Սարգիսը վարդեր էր մշակում, նրանք սկսեցին ավելի բաց խոսել։ Ինչու՞։ Ես այդքան լավ երեխաների հետ, Նարե, հարցրեց Սարգիսը, իսկապես հետաքրքրված։ 3 փոքր եղբայր ունեմ, որոնց գրեթե ես եմ մեծացրել, պատասխանեց նա, ճշգրիտ շարժումներով անցկացնելով կտորը ապակու վրայով։ Մայրս միշտ աշխատել է 2-3 տներում մեզ պահելու համար, ուստի ես մայր էի 12 տարեկանից։ Դժվար պետք է լիներ։ Դժվար էր, բայց չեմ զղջում։ Ինձ վաղաժամ պատասխանատվություն սովորեցրեց, նա դադար տվեց, նայելով տունը։
Այս երեխաներն ինձ հիշեցնում են իմ եղբայրներին։ Արամը ունի իմ Հովհաննեսի նույն վճռականությունը, անին քաղցր է, ինչպես իմ Աննան։ Կարծում ես, որ նրանք երջանիկ են, Սարգիսը փորձեց, ուշադիր դիտելով Նարեի արձագանքը։ Երիտասարդ կինը դադարեց մաքրել, շուրջը նայեց, համոզվելով, որ միայնակ են։ Ոչ, պատասխանեց վերջապես, ցածր ձայնով։ Կարծում եմ, որ նրանք շատ են տառապում։ Այդ կինը կներեք, որ այդպես եմ խոսում տիկնոջ մասին, բայց նա երեխաների հետ վարվել չգիտի։ Նրանց վերաբերվում է, կարծես ճենապակյա տիկնիկներ լինեն, որոնք միայն հյուրերին ցուցադրելու համար են։ Նրանց հայրիկը լավ մարդ է թվում, մեկնաբանեց Սարգիսը, տարօրինակ զգալով իր մասին երրորդ դեմքով խոսելիս։ Ասում են, որ այո, Նարեն ուսերը թափահարեց։ Տիկին Անուշը շատ լավ է խոսում նրա մասին։ Բայց ինչպիսի հայր է նա, ով իր երեխաներին այդքան ժամանակ թողնում է Գայանեի նման մեկի հետ։ Կներեք, պարոն Անդրանիկ, գիտեմ, որ չպետք է այդպես խոսեի, բայց իմ սիրտը ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է նա վերաբերվում այդ փոքրիկներին։ Սարգիսը զգաց Նարեի ճշգրիտ խոսքերի հարվածը։ Նա ճիշտ էր։ Ինչպիսի հայր էր նա, ով ստիպված էր քողարկվել ճշմարտությունը տեսնելու համար, երբ պետք է վաղուց նկատեր, թե ինչ էր կատարվում։ Երբեմն մարդիկ սկզբում չեն ցույց տալիս, թե ով են իրականում, մտորեց Սարգիսը։ Եվ երբ մենք բացահայտում ենք, արդեն ուշ է լինում։ Երբեք ուշ չէ ճիշտ բան անելու համար, Նարեն նայեց նրան այնպիսի ինտենսիվությամբ, որ նա շեղեց հայացքը։ Եթե այդ մարդը իմանար, թե ինչ է կատարվում այստեղ, վստահ եմ, որ ինչ-որ բան կաներ։ Դու իսկապես հավատում ես մարդկանց, չէ՞ Նարե։ Պետք է հավատամ, պարոն Անդրանիկ։ Հակառակ դեպքում, ինչպես կշարունակեմ առաջ գնալ այս աշխարհում։ Այդ զրույցը խորապես դրոշմվեց Սարգսի մտքում։ Նարեն իր ողջ պարզությամբ իմաստությամբ հավատում էր նրան, այն մարդուն, ով ինքն էր իրականում, ոչ թե այն այգեպանին, ում ծանում էր։ Հավատում էր, որ եթե իմանար ճշմարտությունը, Սարգիս Հարությունյանը կաներ ճիշտ բանը։ Իրոնիան կործանարար էր։ Հաջորդ օրերին Սարգիսը զուսպ կերպով սկսեց փաստաթղթավորել Գայանեի չարաշահումները։ Օգտագործելով իր գրպանում թաքնված փոքր ձայնագրիչ, նա գրանցեց խոսակցություններ, անհեթեթ հրամաններ, նուրբ նվաստացումներ, ուղղված երեխաներին։ Վարդանի կողմից տրամադրված մանր մինի տեսախցիկով նա լուսանկարեց երեխաների հոգնած վիճակը, քնաբեր դեղամիջոցները, որոնք Գայանեն տալիս էր անհարկի, թանկարժեք նվերները, որոնք նա գնում էր իր համար Սարգսի քարտով, մինչ խնայում էր երեխաների համար հիմնական կարիքների վրա։ Մինչդեռ, նրա կապը Նարեի հետ խորանում էր։ Կալվածքի հետնամասում գտնվող 100-ամյա մանգոյի ծառի ստվերի տակ նրանք կիսում էին նախուտեստներ, պատմություններ, երազանքներ։ Սարգիսը հիացած լսում էր Նարեի բուժքույր դառնալու պլանների մասին, նրա վճռականության մասին, եղբայրներին տալ կրթություն, որը ինքը հնարավորություն չուներ ավարտելու, նրա սերը հայ գրականության հանդեպ, որը նա հայտնաբերել էր նվիրաբերված գրքերի միջոցով։ Իմ իրական երազանքը, խոստովանեց Նարեն մի կեսօրին, երբ նրանք կիսում էին Պտղատու այգուց քաղված հասած գուավա, մի օր ունենալ իմ սեփական համայնքային կլինիկան Նոր Նորքում։ Թաղամասի մարդիկ այդքան շատ կարիք ունեն պատշաճ խնամքի, պարոն Անդրանիկ։ Երեխաներ են մահանում դեղորայքի բացակայությունից, տարեցներ են տառապում առանց անհրաժեշտության։ Դու կհասնես դրան, հաստատեց Սարգիսը, թեթակի դիպչելով նրա ձեռքին։ Վստահ եմ։ Հպումը, թե կարճատ, էլեկտրական ալիքներ ուղարկեց երկուսի մարմիններով։ Նարեն հետ քաշեց ձեռքը, ուժեղորեն կարմրելով, բայց նրա աչքերը մնացին հառած Սարգսի աչքերին։ Երբեմն զգում եմ, որ արդեն ճանաչում էի քեզ նախկինում, պարոն Անդրանիկ, ասաց նա, այնպիսի անկեղծությամբ, որն ամբողջովին զինաթափեց նրան։ Տարօրինակ է, չէ՞։ Կարծես մենք արդեն հանդիպել ենք մեկ այլ կյանքում։ Սարգիսը զգաց գաղտնիքի ծանրությունը, ինչպես երբեք նախկինում։ Այդքան անկեղծ, այնքան մաքուր զգացմունքներով, մտադրություններով կնոջը խաբելու մեղքը գրեթե անտանելի դարձավ։ Բայց ճշմարտությունն ասելը հիմա կարող էր ամեն ինչ քանդել, ոչ միայն երեխաներին պաշտպանելու իր պլանը, այլ Նարեին իսկապես ճանաչելու հնարավորությունը, առանց սոցիալական կարգավիճակի հարստության արգելքի։ Ես նույնպես զգում եմ դա, պատասխանեց, այն ողջ անկեղծությամբ, որը կարող էր առաջարկել այդ պահին։ Կարծես մեր ուղիները պետք է խաչվեին, այսպես թե այնպես։ Հենց այդ պահին նրանք լսեցին ճիչը։ Սուր, մանկական ճիչ, լի խուճապով։ Անի։ Սարգիսը Նարեն վազեցին դեպի գլխավոր տունը, սիրտը արագ զարկերից վախով։
Նրանք գտան աղջկան կծկված հյուրասենյակի անկյունում, մինչ Գայանեն ձեռքում պահում էր կարկատված նապաստակին, զսպված կատաղության արտահայտությամբ։ Ես հարցրի, թե որտեղից է այդ կարկատանը, անի, Գայանեի ձայնը վերահսկվող էր, բայց սուր սայրի պես։ Ով է վերանորոգել սա, երբ ես հստակորեն արգելել էի։ Սարգիսը տեսավ, թե ինչպես իր դուստրը դողում էր, աչքերը վախից լայն բացված։ Նախքան նա կկարողանար միջամտել, Նարեն մեկ քայլ առաջ արեց։ Ես էի, տիկին Գայանե, հայտարարեց, ձայնը ամուր, չնայած ակնհայտ վախին։ Աղջիկն այդքան տխուր էր, ես լավ եմ կարում։ Կարծեցի, որ խնդիր չի լինի։ Այն հայացքը, որ Գայանեն նետեց Նարեին, մաքուր արամարանք էր պարունակում։ Ես քեզ չեմ վճարում մտածելու համար, Նարե։ Ես քեզ վճարում եմ մաքրելու հնազանդվելու համար։ Եթես մեկ քայլ դուրս գաս գծից, փողոցում կհայտնվես։ Եվ կարող ես մոռանալ ցանկացած հանձնարարական նամակի մասին։ Բայց տիկին Գայանե, դա ընդամենը խաղալիք է, փորձեց առարկել Նարեն։ Ոչ։ Դա հեղինակության հարց է, կտրեց Գայանեն։ Դուք այդ նոր այգեպանը շատ եք ազատ զգում ձեզ այս տանը։ Դա կավարտվի։ Հիմա։ Սարգիսը զգաց, թե ինչպես է արյունը եռում, տեսնելով իր դստեր դեմքին մաքուր սարսափի հայացքը, Նարեի աչքերում նվաստացումը։ Ինչ-որ բան նրա ներսում ասում էր, որ ժամանակն է գործելու։ Բայց ավելի խելամիտ ձայնը հիշեցրեց նրան, որ ավելի շատ ապացույցներ է պետք է ապահովել, որ Գայանեն այլս երբեք չմոտենա իր երեխաներին։ Վաղաժամ առերեսումը կարող էր ամեն ինչ քանդել։ Հաջորդ շաբաթներին Հարությունյանների առանձնատան լարվածությունը կտրուկ սրվեց։ Գայանեն, նկատելով աշխատողների երեխաների միջ ձավորվող լուր դաշինքը, ուժեղացրեց իր հսկողությունը սահմանափակումները։ Տան տարբեր կետերում անվտանգության տեսախցիկներ տեղադրվեցին, իբր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար, բայց իրականում աշխատողների յուրաքանչյուր շարժումը վերահսկելու համար։ Պետք է զգույշ լինենք, զգուշացրեց Անուշը Նարեին Սարգսին աշխատողների ընթրիքի ժամանակ։ Տիկինը կասկածամիտ է դարձել։ Արդեն ազատել է Լուսինեին, ով աշխատում էր լվացքատանը, պարզապես այն պատճառով, որ տեսել էր, թե ինչպես է նա երկար ժամանակ զրուցում Արամի հետ։ Սարգիսը գլխով արեց, զգալով պատասխանատվության ծանրությունը։ Իր պլանը պետք է արագացվեր, բայց նա չէր կարող շտապել։ Յուրաքանչյուր ապացույց Գայանեի դեմ կարոր էր։ Երեխաներն ամեն օր ավելի շատ են տառապում, ցածր ձայնով մեկնաբանեց Նարեն, առանց ախորժակի խառնելով կերակուրը։ Երեկ Անին ինձ պատմեց, որ այլս չի կարողանում նորմալ քնել։ Ամեն գիշեր մղձավանջներ է տեսնում։ Տղան նույնպես լավ չէ, ավելացրեց Հակոբը, վարորդը։ Երեկ դպրոցի ճանապարհին նա հարցրեց, թե արդյոք կարծում եմ, որ իր հայրիկը այլս երբեք չի վերադառնա։ Ասաց, որ խորթ մայրը ասել է, որ հայրիկը նոր ընտանիք է գտել ԱՄՆ-ում։ Սարգիսը զգաց, կարծես բռունցքով հարվածել էին իրեն։ Գայանեն թունավորում էր իր երեխաների մտքերը իր դեմ։ Միտքը անտանելի էր։ Սա չի կարող շարունակվել, մրմնջաց նա, ավելի շատ իրեն, քան մյուսներին։ Իսկ ինչ կարող ենք անել, պարոն Անդրանիկ, հարցրեց Անուշը, հրաժարականի հառաչանքով։ Մենք ընդամենը աշխատողներ ենք։ Ոչ ոք չի հավատա մեր խոսքին, տիկին Գայանեի խոսքի դեմ։ Սարգիսը Նարեի հետ նշանակալի հայացքներ փոխանակեց։ Վերջին օրերին նրանց կապը խորացել էր, դառնալով ավելին, քան պարզապես ընկերություն։ Չկային համբույրներ կամ հստակ հայտարարություններ, բայց յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր պատահական հպում ձեռքերի, երբ նրանք գործիքներ կամ մաքրող միջոցներ էին փոխանցում, աճող մտերմություն էր պարունակում, որը նրանցից ոչ մեկը չէր կարող ժխտել։ Միշտ էլ ելք կա, վերջապես պատասխանեց, պահելով Նարեի հայացքը։ Պարզապես պետք է համբերատար լինենք։ Գործելու հնարավորությունն ավելի շուտ եկավ, քան Սարգիսը սպասում էր։ Գայանեն հայտարարեց, որ կընդունի Երանի բարձր հասարակության ընկերուհիներին բարեգործական ճաշի համար, ի նպաստ մի բնապահպանական գործի, որը նորաձ էր։ Առանձնատունը շրջվեց պատրաստությունների համար, Նարեն մյուս աշխատողները կրկնակի աշխատում էին, բավարարելու տիկնոջ խստապահանջ չափանիշները։ Ամեն ինչ անթերի եմ ուզում, հրամայեց Գայանեն միջոցառման առավոտյան ստուգման ժամանակ։ Այս կանայք արծվի աչքեր ունեն ցանկացած անկատարության համար։ Եվ դու, Նարե, հեռու մնա գլխավոր սրահից ճաշի ժամանակ։ Քո Սյունիքի մարզի շեշտադրությունը ամոթալի է։ Սարգիսը, ով մշակում էր գլխավոր սեղանը զարդարող վարդերը, զայրույթ զգաց, տեսնելով Նարեի դեմքին նվաստացումը։
Երիտասարդ կինը պարզապես գլուխը կախեց մրմնջաց «այո» տիկին, բայց նրա աչքերը մեկ վայրկյանով հանդիպեցին Սարգսի աչքերին, փոխանցելով հստակ հաղորդագրություն. դա նրան չէր կոտրի։ Ճաշը սկսվեց ուղիղ կեսօրին։ 8 էլեգանտ հագնված կանայք ժամանեցին իրենց շքեղ մեքենաներով, յուրաքանչյուրն ավելի շատ անհանգստացած էր ոսկերչական իրեր դիզայներական պայուսակներ ցուցադրելով, քան բնապահպանական գործը քննարկելով, որը տեսականորեն նրանց համախմբել էր։ Սարգիսը, ռազմավարականորեն տեղակայված, միջոցառման ընթացքում Արջի այգին խնամելու համար, կարող էր լսել խոսակցության բեկորներ բաց պատուհաններից։ Գայանե, սիրելիս, դու ապշեցուցիչ ես։ Այս Վալենտինոն նոր հավաքածուի՞ց է։ Հավանեցի, թե ինչպես ես զարդարել։ Այդքան էթնիկ, բայց նրբագեղ։ Ինչպես է քո ամուսինը։ Դեռ Կալիֆոռնիայում է։ Դժվար պետք է լինի ամեն ինչ միայնակ կառավարելը։ Գայանեի ձայնը մեղմ էր հնչում, կատարյալ մոդուլացված տպավորություն թողնելու համար։ Սարգիսը լիովին վստահում է ինձ տունը երեխաներին խնամելու համար։ Իրականում, երեխաները երբեք այդքան կարգապահ չեն եղել։ Նա տպավորված կլինի, երբ վերադառնա։ Սարգիսը բռունցքները սեղմեց դա լսելիս, բայց մանրակրկիտ շարունակեց իր աշխատանքը, ավելի ու ավելի մոտենալով սրահի պատուհաններին։ Հենց այդ ժամանակ նա լսեց կոտրվող բյուրեղապակու ձայնը, որին հաջորդեց լարված լռություն։ Անի։ Ինչ ես կարծում, թե ինչ ես անում, Գայանեի ձայնն այժմ պողպատի թել ուներ մեղրի տակ։ Սարգիսը տեղավորվեց այնպես, որ տեսներ սրահի ներսը։ Իր դուստրը կանգնած էր սեղանի մոտ, սարսափած նայելով իր ոտքերի տակ կոտրված բյուրեղապակյա բաժակին։ Տեղադրությունից ակնհայտ էր, որ աղջիկը նոր էր մտել սենյակ, պատահաբար հրել էր իրը։ Կներեք, տիկին Գայանե, ես պարզապես ուզում էի։ Քանի անգամ պետք է ասեմ, որ դա տիկին Գայանես չէ, տոնը վերահսկվող էր, բայց Սարգիսը լավ գիտեր այդ վտանգավոր ինտոնացիան։ Ես հստակորեն ասացի, որ դու քո եղբայրը պետք է սենյակում մնաք ճաշի ժամանակ։ Բայց ես պարզապես ուզում էի վերցնել իմ գիրքը, որը երեկ թողել էի այստեղ, Անի ձայնը գրեթե անլսելի էր։ Առանց արդարացումների, Գայանեն լարված ժպտաց հյուրերին։ Աղջիկներ, կներեք մեկ րոպեով։ Պետք է զբաղվեմ սրանով։ Կանայք շփոթված հայացքներ փոխանակեցին, բայց գլխով արեցին հանկարծակի շատ հետաքրքրված իրենց ափսեներով կամ գինու բաժակներով։ Գայանեն քողարկված ուժով բռնեց Անիի ձեռքը, քաշեց նրան սրահից դուրս։ Սարգիսը, տագնապած, արագ շրջեց տունը, միջանցքում նրանց կանգնեցնելու համար։ Նա հասցրեց տեսնել, թե ինչպես է Գայանեն հրում Անիին զգեստապահարան։ Դու այստեղ կմնաս, մինչ հնազանդվել սովորես, շշնջաց նա, ամուր բռնելով աղջկա դեմքը։ Եվ երբ դուրս գաս, կմաքրես ապակու յուրաքանչյուր կտոր քո սեփական ձեռքերով, ավելի զգույշ լինել սովորելու համար։ Ոչ, խնդրում եմ, լացեց Անին։ Մութ է այնտեղ։ Ես վախենում եմ։ Դու պետք է այդ մասին մտածեիր նախքան ինձ ամաչեցնելը իմ ընկերուհիների առջ, Գայանեն բարձրացրեց ձեռքը, պատրաստ երեխային ապտակելու։ Հենց այդ պահին Նարեն հայտնվեց միջանցքի ծայրից, մաքուր սրբիչներ բերելով։ Առանց վարանելու, նա կանգնեց Գայանեի Անիի միջ։ Տիկին Գայանե, կարծում եմ, որ դուք հիմա շատ նյարդային եք, ասաց Նարեն, զարմանալի հանգստությամբ։ Ինչու՞։ Չեք վերադառնում ձեր հյուրերի մոտ։ Ես կմաքրեմ խառնաշփոթը, կհոգամ աղջկա մասին։ Գայանեի դեմքը աղավաղվեց կատաղությունից։ Ինչպես ես համարձակվում միջամտել։ Ով ես կարծում, թե դու ես։ Ես պարզապես մեկն եմ, ով հոգ է տանում այս երեխայի մասին, պատասխանեց Նարեն, առանց մեկ քայլ հետ քաշվելու։ Դուք նրան չեք հարվածի։ Ոչ, իմ արջ։ Դու ազատված ես աշխատանքից, հայտարարեց Գայանեն, դաժան ժպիտով։ Հավաքիր քո իրերը, անմիջապես դուրս եկ իմ տնից։ Եվ կարող ես վստահ լինել, որ այլս երբեք չես աշխատի Երանի ոչ մի պատշաճ տանը։ Եթե դա պետք է խանգարի ձեզ վնասել անմեղ երեխային, ես պատիվ կունենամ ազատվել աշխատանքից, Նարեն պահպանում էր իր ամուր կեցվածքը, մարմնով պաշտպանելով Անիին, ով կառչած էր իր ոտքերից։ Սարգիսը զգաց, թե ինչպես է իր սիրտը լցվում հիացմունքով, ավելի խորը զգացմունքով, մի զգացմունք, որը նա այլս չէր կարող շղթել։ Նա լիովին սիրահարված էր Նարեին։ Նրա քաջությունը, նրա անկեղծությունը, նրա բնական բարությունը գրավել էին ոչ միայն նրա հարգանքը, այլ նրա սերը։ Գայանեն նորից բարձրացրեց ձեռքը, այս անգամ Նարեին հարվածելու համար։
Դու կզղջաս դրա համար, անամոթ Սյունիքի մարզի բնակչուհի։ Դա այն պահն էր, որին Սարգիսը սպասում էր։ Արագ շարժումով նա բռնեց Գայանեի դաստակը օդում, կանխելով հարվածը։ Բավական է, հայտարարեց նա, իր ձայնն արդեն ազատված հարկադրական Սյունիքի մարզի շեշտադրությունից։ Գայանեի աչքերը լայն բացվեցին, շփոթված այգեպանի հանկարծակի միջամտությունից։ Անմիջապես, բաց թող ինձ։ Դու նույնպես ազատված ես աշխատանքից։ Ոչ, Գայանե, Սարգիսն ուղղեց կեցվածքը, լիովին թողնելով Անդրանիկի կերպարը։ Այստեղ աշխատանքից ազատվածը դու ես։ Ազատ ձեռքով Սարգիսը հանեց կոնտակտային լինզաները, որոնք փոխում էին նրա աչքերի գույնը, քաշեց կեղծ մորուքը, որն օգտագործում էր որպես քողարկման մաս։ Գայանեի դեմքին ցնցումն ակնթարթային էր բացարձակ։ Սարգիս, մրմնջաց նա, գունատվելով։ Դա անհնար է։ Դու ԱՄՆ-ում ես։ Ինչպես տեսնում ես, ես երբեք այստեղից չեմ հեռացել, պատասխանեց նա զզվանքով բաց թողնելով նրա դաստակը։ Ես ամեն ինչ տեսա, Գայանե։ Յուրաքանչյուր նվաստացում, յուրաքանչյուր սպառնալիք, իմ երեխաների հանդեպ դաժանության յուրաքանչյուր պահ։ Ամեն ինչ գրանցված է։ Հայրիկ, անի անհավատալի ձայնը Սարգսին ստիպեց շրջվել։ Աղջիկը նրան էր նայում բաց բերանով, աչքերը լայն բացված, շփոթության հույսի խառնուրդով։ Սարգիսը ծնկի իջավ, բացելով իր թերը։ Այո, արքայադուստրս։ Ես եմ։ Կներես, որ նախկինում չէի նկատել, թե ինչ էր կատարվում։ Անին վարանեց ընդամենը մեկ վայրկյան, նախքան իրեն հոր գրկերը նետելը, հոգոց հանելով թեթացումից ուրախությունից։ Արամը գրավված իրարանցումից հայտնվեց միջանցքում քարացավ, տեսնելով տեսարանը։ Հայրիկ։ Դու այդ ամբողջ ժամանակ պարոն Անդրանիկն էիր։ Սարգիսը գլխով արեց, ազատ թմեկնելով որդուն, ով վազեց միանալու գրկախառնությանը։ Երկար պահի համար աշխարհը սահմանափակվեց այդ վերամիավորմամբ, խառնված արցունքներով, միաձայն բաբախող սրտերով։ Նարեն դիտում էր տեսարանը, անշարժացած։ Նրա դեմքը ցույց էր տալիս հույզերի հաջորդականություն, ցնցում, շփոթություն, հասկացողություն, վերջապես դավաճանության արտահայտություն, որը կոտրեց Սարգսի սիրտը։ Նարե, ես կարող եմ բացատրել, սկսեց նա, դեռ գրկած իր երեխաներին։ Պետք չէ, նա մեկ քայլ հետ արեց, ձայնը դողդոջում։ Ես հիմա ամեն ինչ հասկանում եմ։ Գայանեն, վերականգնվելով սկզբնական ցնցումից, ցինիկ ծիծաղ հանեց։ Ինչ ողբալի տեսարան, Սարգիս։ Ծածնել, թե աշխատող ես քո սեփական տանը։ Եվ ըստ երույթին, կապվել սպասավորների հետ։ Ընկերության խորհուրդը կսիրի իմանալ այդ մասին։ Սարգիսը վեր կացավ, երեխաներին մոտ պահելով։ Միակ խորհուրդը, որը որևէ բան կիմանա, խնամակալականն է, Գայանե։ Ես բավարար ապացույցներ ունեմ իմ երեխաների հանդեպ քո հոգեբանական բռնության մասին։ Դու այլս երբեք չես մոտենա նրանց։ Գայանեի դեմքը աղավաղվեց ատելության դիմակով։ Դու չես կարող ինձ դուրս հանել իմ սեփական տնից։ Այս տունը իմ անունով է, ինչպես նա դրա ներսում գտնվող ամեն ինչ, պատասխանեց Սարգիսը սառը հաշվարկով։ Դու 1 ժամ ունես, վերցնելու քո անձնական իրերը հեռանալու։ Ես արդեն կանչել եմ իմ փաստաբանին, նա ճանապարհին է ամուսնալուծության փաստաթղթերով։ Առաջարկում եմ ստորագրել դրանք առանց խնդիրներ ստեղծելու, քանի դեռ չես ուզում, որ այդ բոլոր ձայնագրությունները հասնեն մամուլին։ Այդ պահին Գայանեի հյուրերը, գրավված իրարանցումից, հայտնվեցին միջանցքում, սարսափած դիտելով տեսարանը։ Իմ սիրելիներ, լավ է, որ այստեղ եք, Սարգիսը դիմեց նրանց սառը քաղաքավարությամբ։ Ցավում եմ տեղեկացնել, որ ճաշը ավարտված է։ Միգուցե կցանկանաք Գայանեին տաքսիով հասցնել որևէ հյուրանոց։ Նա այլս այստեղ չի ապրում։ Կանայք, զգալով մոտալուտ սկանդալը, սկսեցին նահանջել դեպի ելքը, մրմնջալով շփոթված ներողություններ։ Ոչ ոք համերաշխություն չառաջարկեց Գայանեին, ում սոցիալական անկումը նոր էր սկսվել։ Դու կզղջաս դրա համար, Սարգիս, սպառնաց Գայանեն, զայրույթից դողալով։ Ես կքանդեմ քո հեղինակությունը։ Փորձիր, մարտահրավեր նետեց նա։ Եվ ես կքանդեմ ոչ միայն քո հեղինակությունը։ Վերջին ատելության հայացքով Գայանեն քայլեց դեպի գլխավոր սենյակ, իր իրերը հավաքելու համար։ Սարգիսը Հակոբին անուշին հանձնարարեց ուղեկցել նրան, համոզվելու համար, որ նա չի վերցնի ոչինչ, բացի իր անձնական իրերից։ Երբ միջանցքը դատարկվեց, մնալով միայն Սարգիսը, երեխաները Նարեն, ծանր լռություն տիրեց։
Երիտասարդ կինը դեռ կանգնած էր նույն տեղում, կարծես փորձում էր մարսել իրադարձությունների անհեթեթ շրջադարձը։ Երեխաներ, կարող եք մի պահ գնալ Անուշի հետ, քնքշորեն խնդրեց Սարգիսը։ Պետք է Նարեի հետ խոսեմ։ Նա էլ է գնալու, հարցրեց Անին, կառչած Նարեի ձեռքից։ Ոչ, սիրելիս։ Դա կախված է նրանից, Սարգիսը ուղղակիորեն նայեց Նարեին, փորձելով փոխանցել իր ողջ զղջումը հույսը այդ հայացքով։ Բայց մենք պետք է մենակ խոսենք։ Անուշը, ով վերադարձել էր Գայանեին Հակոբի հսկողության տակ թողնելուց հետո, քնքշորեն տարավ երեխաներին, նախքան Սարգսին հարցական հայացք նետելը։ Դուք մեզ մի քանի բացատրություն եք պարտք, պարոն, ասաց նա, տասնամյակներ շարունակ ընտանիքին ծառայած մարդու անկեղծությամբ։ Եվ դուք կստանաք դրանք, Անուշ։ Բոլորը կստանան, խոստացավ Սարգիսը։ Երբ վերջապես մենակ մնացին միջանցքում, Սարգիսը վարանող քայլ արեց դեպի Նարեն, ով անմիջապես հետ քաշվեց։ Ինչու՞ դա այն ամենն էր, ինչ նա կարողացավ հարցնել, ձայնը խեղդված։ Դա ճշմարտությունը բացահայտելու միակ միջոցն էր, բացատրեց Սարգիսը, գիտակցելով, թե որքան անբավարար էր այդ արդարացումը։ Գայանեն մեկ մարդ էր, իմ առջ լիովին այլ մարդ, երբ ես չկայի։ Պետք էր իմ սեփական աչքերով տեսնել։ Եվ դրա համար պետք էր բոլորին ստել։ Ինձ արցունքները սկսեցին հոսել Նարեի դեմքից։ Ես վստահեցի քեզ պատմեցի բաներ, որոնք երբեք ոչ մեկին չէի պատմել։ Եվ ես պահեցի յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր գաղտնիքը, որպես գանձ, Սարգիսը նորից մոտեցավ, այս անգամ Նարեն չնահանջեց։ Այն, ինչ տեղի ունեցավ մեր միջ, քողարկման մաս չէր, Նարը։ Դա միակ իրական բանն էր այս ամբողջ կեղծիքի մեջ։ Ինչպես կարող եմ հավատալ դրան, նա գլխով արեց, հուսահատված։ Այգեպանը, ում ես ճանաչում էի, գոյություն չունի։ Դա պարզապես հորինվածք էր։ Անդրանիկը դիմակ էր, Սարգիսը նուրբ դիպչեց նրա դեմքին, բութ մատով սրբելով արցունքը։ Բայց այն ամենը, ինչ նա զգում էր քո հանդեպ, այն ամենը, ինչ նա ասաց, եկավ իմ սրտից։ Միակ սուտը անունն ու արտաքինն էին։ Նրանց ետում կանգնած մարդն իրական էր։ Ես եմ։ Նարեն փակեց աչքերը, տեսանելիորեն պայքարելով հակասական զգացմունքների դեմ։ Սա խելագարություն է։ Դու Սարգիս Հարությունյանն ես։ Միլիարդատեր։ Հզոր մարդ։ Իսկ ես պարզապես ամենաքաջ ամբողջական կինը, ում երբ է հանդիպել եմ, ավարտեց Սարգիսը, նրա ձեռքերը բռնելով իր ձեռքերի մեջ։ Կինը, ով ռիսկի դիմեց իմ երեխաների համար, երբ ես ինքս այնտեղ չէի, նրանց պաշտպանելու համար։ Կինը, ով ստիպեց ինձ հավատալ, որ դեռ բարություն կա այս աշխարհում։ Նարեն բացեց աչքերը, նրան նայելով անվստահության ցանկության խառնուրդով։ Ինչպես կարող է հաջողվել։ Մեր աշխարհները լիովին տարբեր են։ Աշխարհները անընդհատ հանդիպում են, Սարգիսը թեթակի ժպտաց։ Հենց դա էլ պատահեց մեզ հետ, չէ՞։ Այդ մանգոյի ծառի տակ, պատմություններ երազանքներ կիսելով, մենք տարբեր աշխարհներից չէինք։ Մենք պարզապես մի տղամարդ մի կին էինք, բացահայտելով, թե որքան շատ ընդհանուր բան ունեինք։ Միջանցքի ծայրից եկող ձայնը ընդհատեց պահը։ Գայանեն անցնում էր, ճամպրուկը ձեռքին, ուղեկցությամբ Հակոբի։ Նրա հայացքը, տեսնելով Սարգսին Նարեին միասին, մաքուր թույն էր պարունակում։ Ուրեմն այդպես։ Հազիվ դուրս ես հանում ինձ, արդեն մխիթարվում ես Սյունիքի մարզի սպասուհու հետ, թքեց բառերը։ Միշտ գիտեի, որ ինչ-որ բան կար ձեր երկուսի մեջ։ Զզվելի։ Մեր զգացածում ոչինչ զզվելի չկա, արժանապատվորեն պատասխանեց Սարգիսը։ Զզվելի է անմեղ երեխաներին վատ վերաբերվելը, ամուսնու փողերը օգտագործելը արտաքին կյանքը պահելու համար։ Գայանեն աչքերը նեղացրեց, Նարեին վերից վար նայելով։ Վայելիր, քանի կարող ես, սիրելիս։ Սարգսի նման տղամարդիկ զվարճանում են քեզ նման կանանց հետ, բայց երբեք լուրջ չեն վերաբերվում նրանց։ Շուտով նա կհոգնի քո գյուղական պարզությունից։ Նախքան Սարգիսը կկարողանար պատասխանել, Նարեն մեկ քայլ առաջ արեց, գլուխը վեր պահելով։ Նախընտրում եմ լինել պարզ բնավորություն ունենալ, քան նրբագեղ ներքուստ դատարկ, տիկին։ Եվ ինձ պետք չէ, որ որը մեկը ինձ լուրջ վերաբերվի։ Ես գիտեմ իմ արժեքը։ Գայանեն գունատվեց ամուր պատասխանից։ Վերջին արամարանքի հայացքով նա քայլեց դեպի գլխավոր դուռը, որտեղ արդեն տաքսի էր սպասում նրան։ Սա չի ավարտվել, Սարգիս, բղավեց նա ուսի վրայով։ Ես կպայքարեմ իմինի համար։
Այստեղ քոնը ոչինչ չկա, հանգիստ պատասխանեց նա։ Երբեք չի եղել։ Երբ դուռը փակվեց Գայանեի ետից, Սարգիսը նորից շրջվեց դեպի Նարեն, ով հոգնած էր թվում առերեսումից։ Միգուցե նա ճիշտ է, մրմնջաց Նարեն անվստահ։ Միգուցե սա պարզապես շնորհակալության կամ շփոթության պահ է ձեր կողմից։ Սարգիսը նրա դեմքը բռնեց իր ձեռքերի մեջ, քնքշությամբ, որը հերքեց ցանկացած կասկած։ Նարե, նայիր ինձ։ Ես երբեք այսքան վստահ չեմ եղել ոչ մի բանում իմ ամբողջ կյանքում։ Այն, ինչ զգում եմ քո հանդեպ, ծնվել է ամենաիսկական անկեղծության մեջ, երբ ես անուն, փող կամ իշխանություն չունեի տպավորելու համար։ Ծնվել է պարզ զրույցներից, փոքրիկ բարություններից, ընդհանուր արժեքներից։ Ծնվել է, երբ տեսա քո բարությունը իմ երեխաների հանդեպ, քո քաջությունը անարդարության դիմաց, քո արժանապատվությունը բոլոր դժվարությունների չնայած։ Իսկ կոնկրետ ինչ ես զգում, շնջաց նա, հույսի փայլ նրա աչքերում։ Սարգիսը ժպտաց, իր դեմքը մոտեցնելով նրան։ Սեր, Նարե։ Այնպիսի սեր, որը կյանքում մեկ անգամ է պատահում, եթե բախտ ունենք։ Այնպիսի սեր, որը չի հոգում սոցիալական դասի, կրթության կամ ծագման տարբերությունների մասին։ Այնպիսի սեր, որը ճանաչում է իր հոգու զուգընկերոջը, նույնիսկ երբ նա հայտնվում է այգեպանի կամ տնային սպասուհու քողարկումով։ Նարեն չկարողացավ զսպել ամաչկոտ ժպիտը։ Սա խելագարություն է թվում։ Լավագույն տեսակի խելագարություն, Սարգիսը թեթակի շոշափեց նրա շուրթերը, զգալով, թե ինչպես է նա դողում։ Մնա, Նարե։ Ոչ որպես սպասուհի, այլ որպես իմ կյանքի մաս։ Թույլ տուր ինձ ցույց տալ, որ այն մարդը, ում դու սիրահարվեցիր, դեռ այստեղ է, նույնիսկ առանց քողարկման։ Նարեն վարանեց վերջին պահին, գշռելով այդ որոշման բոլոր հետանքները։ Այնուհետ, հանձնվելու հոգոցով, նա իր ձեռքերը փաթաթեց Սարգսի պարանոցին, պատասխանեց համբույրին այնպիսի կրքով, որը զարմացրեց երկուսին էլ։ Դա բացահայտման, խոստման, նոր սկզբի համբույր էր։ Երբ վերջապես բաժանվեցին, շնչահեղձ, Նարեն իր ճակատը հենեց Սարգսի կրծքին։ Դեռ չգիտեմ, սա կարող է հաջողվել։ Ես էլ, խոստովանեց նա, ամուր գրկելով նրան։ Բայց գիտեմ, որ ուզում եմ փորձել։ Ամբողջ սրտով։ Այդ արոտ միջանցքում, մինչ նոր անցած փոթորկի փոշին դեռ նստում էր, Սարգիսը Նարեն լուր ուխտ կնքեցին։ Միասին կդիմակայեն այն ամենին, ինչ ապագան կպատրաստի նրանց համար, ոչ որպես տեր սպասուհի, ոչ որպես հարուստ աղքատ, այլ որպես երկու հոգի, ովքեր հանդիպել էին հենց այն պահին, երբ ամենաշատն էին կարիք ունենում միմյանց։ Հաջորդող շաբաթները Հարությունյանների առանձնատանը խորը փոփոխությունների շրջան էին։ Սարգիսը աշխատանքից ազատեց Գայանեի կողմից վարձված անվտանգության թիմին, հանեց տան բոլոր տեղադրված տեսախցիկները, բացի արտաքին դարպասների տեսախցիկներից։ Նախկին կնոջ կողմից պարտադրված խիստ կանոնները փոխարինվեցին երեխաների համար ավելի թեթ քնքուշ առօրյայով։ Արամը անին տեսանելիորեն ծաղկեցին նոր պայմաններում։ Տղան նորից սկսեց սպորտով զբաղվել, վերականգնեց իր ուսումնական ոգորությունը։ Անին նորից սկսեց երգել խաղալիս, մի բան, որը նա չէր արել ամիսներ շարունակ։ Պարոն Գազարը, կարկատված փափուկ նապաստակը, շարունակում էր մնալ նրա անբաժան ուղեկիցը, բայց այժմ խորհրդանշում էր ոչ միայն կենսաբանական նոր հիշատակը, այլ նոր փուլի սկիզբը։ Նարեի հարմարումը նոր իրականությանը, սակայն, ավելի դժվար էր։ Չնայած առանձնատանը մնալու համաձայնությանը, նա պնդեց պահել իր փոքրիկ բնակարանը Նոր Նորքում, որտեղ ապրում էր մոր եղբայրների հետ։ Չեմ ուզում, որ մտածեն, թե քեզ հետ եմ փողի կամ հարմարավետության համար, բացատրեց նա Սարգսին, երբ նրանք շաբաթ օրվա կեսօրին զբոսնում էին այգում։ Պետք է պահպանեմ իմ անկախությունը, գոնե առայժմ։ Սարգիսը հարգեց նրա որոշումը, թե կարոտում էր նրան միայնակ գիշերներին։ Հասկանում եմ քո դիրքորոշումը, բայց ուզում եմ, որ իմանաս, որ այս տունը նույնպես քոնն է, երբ պատրաստ լինես։ Նրանց միջ հարաբերությունները զարգանում էին իրենց սեփական, զգույշ տեմպերով։ Նրանք դուրս էին գալիս պարզ ընթրիքների, Երանի էլիտայի շրջանակներից հեռու ռեստորաններում, ժամերով զրուցում։ Այն նույն ծառերի տակ, որտեղ ծանոթացել էին, ավելի ու ավելի ինտենսիվ համբույրներ էին փոխանակում, երբ գաղտնիությունը թույլ էր տալիս։ Բայց Նարեն միշտ հետ էր քաշվում, նախքան գիրքը լիովին կխլեր նրանց։ Ես երբեք ոչ մեկի հետ չեմ եղել նախկինում, խոստովանեց մի գիշեր, երբ նրանք նստած էին հետնամասի պատշգամբում, դիտելով աստղերը, որոնք համառորեն հայտնվում էին, չնայած Երանի լուսային աղտոտվածությանը։ Եվ չեմ ուզում, որ մեր առաջին անգամը լինի այստեղ, մինչ ես դեռ շփոթված եմ իմ տեղի մասին այս տանը, այս կյանքում։
Սարգիսը բռնեց նրա ձեռքերը իր ձեռքերի մեջ։ Ես կսպասեմ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի, Նարէ։ Այն, ինչ զգում եմ քո հանդեպ, շատ ավելին է, քան ֆիզիկական ցանկությունը։ Մինչդեռ Սարգիս Հարությունյանի Գայանե Մանուկյանի մոտալուտ ամուսնալուծության մասին լուրը աղմուկ էր առաջացնում սոցիալական գործարար շրջանակներում։ Բաժանման պատճառների շուրջ շահարկումները լցնում էին սոցիալական սյունակները, Գայանեն զուսպ կերպով սնուցում էր այն լուրերը, թե դավաճանվել է։ Ինչ չի հետաքրքրում, թե ինչ են ասում, Սարգիսը հավաստիացրեց Նարեին, երբ նա մտահոգություն հայտնեց այն տաբլոիդների մասին, որոնք աշխատողները բերում էին տուն։ Կարևորը ճշմարտությունն է, միայն մի քանի մարդ պետք է իմանան դա։ Այդ մարդկանցից մեկը Տիգրան Մուրադյանն էր, 30-ամյա, քաղաքային քաղաքականության մեջ բարձրացող քաղաքապետի թեկնածու Նարեի հին ծանոթը Գորիսի ժամանակներից։ Տիգրանը անսպասելիորեն հայտնվեց առանձնատանը կիրակի կեսօրին, երբ Սարգիսը երեխաներին տարել էր տատիկին այցելելու։ Նարէ Հովհաննիսյան։ Ինչքան ժամանակ բացականչեց նա ամբողջովին ժպտալով, երբ Անուշը նրան տարավ այն սենյակը, որտեղ Նարեն բուժքույրական գիրք էր կարդում։ Կարծում էի, որ այլս երբեք չեմ գտնի քեզ։ Նարեն վեր կացավ, իսկապես զարմացած։ Տիգրան, ինչ ես անում այստեղ, Երանում։ Եվ ինչպես իմացար, թե որտեղ գտնել ինձ։ Երանն ավելի փոքր է, քան թվում է, պատասխանեց նա, պաշտոնապես համբուրելով նրա դեմքը։ Քո զարմուհի Ժաննային հանդիպեցի կենտրոնում, նա ինձ պատմեց, որ դու աշխատում ես Հարությունյանների մոտ։ Հասցեն գտա որոշեցի այցելել։ Ինչ-որ բան Տիգրանի տոնի հաշվարկված հայացքի մեջ Նարեին անհարմար զգացնել տվեց։ Կարող էիր նախապես զանգահարել և կորցնել զարմանքի արտահայտությունը քո դեմքին։ Երբեք, նա ծիծաղեց, շուրջը նայելով, գոռոզ աչքերով գնահատելով առանձնատան շքեղությունը։ Դու բախտավոր ես, հա։ Նման տանը աշխատելը արտոնություն պետք է լինի։ Դա սովորական տուն է, ինչպես ցանկացած այլը, պատասխանեց Նարեն, բնազդաբար պաշտպանելով այն մտերմությունը, որն այժմ կիսում էր այդ ընտանիքի հետ։ Տարբերությունը չափն ու հասցեն են։ Տիգրանը շարունակեց այցելությունս կես ժամ, Նարեին լցնելով հարցերով Երանում նրա կյանքի, նրա պլանների, նրա ընտանիքի մասին։ Ի վերջո, մեկնելուց առաջ, նա բացահայտեց իր այցելության իրական պատճառը։ Ես քաղաքապետի թեկնածու եմ, գիտես։ Իմ ծրագիրն ամբողջովին ուղղված է ավանդական ընտանեկան արժեքներին, բարոյականության բարի սովորույթների պաշտպանությանը, բացատրեց նա փորձված լրջությամբ։ Մեզ քեզ նման ավելի շատ երիտասարդներ են պետք, Նարէ։ Աշխատասեր, ազնիվ, ամուր քրիստոնեական արժեքներով։ Շնորհակալություն, բայց չեմ հասկանում, թե դա ինչ կապ ունի ինձ հետ, պատասխանեց նա անվստահ։ Ես հավաքում եմ իմ քարոզարշավի թիմը, ինձ պետք են մարդիկ, ովքեր ճիշտ պատկեր կփոխանցեն, Տիգրանը ժպտաց, թեթակի դիպչելով նրա ձեռքին։ Քեզ նման մեկը իմ կողքին կատարյալ կլիներ ավելի պահպանողական ընտրազանգվածը շահելու համար։ Մի ընտանեկան աղջիկ, աշխատասեր, Սյունիքի մարզի արմատներով, ինչպես մեր թիրախային ընտրողների մեծ մասը։ Ինչ ես կարծում։ Նարեն զուսպ կերպով հեռացավ հպումից։ Շնորհակալություն հրավերի համար, բայց ես կենտրոնացած եմ իմ բուժքույրական ուսման վրա։ Քաղաքականությունը ինձ համար չէ։ Լավ մտածիր, Նարէ, պնդեց նա, ժպիտն այժմ մի փոքր ավելի հարկադրական։ Ես կարող եմ շատ ավելին առաջարկել, քան պարզ քարոզարշավի աշխատանք։ Երկարատ համագործակցություն, միգուցե։ Ես միշտ քեզ առանձնահատուկ եմ համարել, Գորիսի ժամանակներից։ Ենթադրյալ իմաստը հստակ էր, Նարեն անհարմարության դող զգաց։ Ինչպես ասացի, ես կենտրոնացած եմ իմ ուսման վրա։ Եվ իմ սիրտը արդեն ունի տեր։ Տիգրանի արտահայտությունը պնդացավ ակնթարթորեն, նախքան ուսումնասիրված քաղաքավարությանը վերադառնալը։ Հասկանում եմ։ Դե, եթե մտքդ փոխես, ահա իմ այցեքարտը։ Առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ։ Հենց նա դուրս եկավ, Նարեն տարօրինակ ծանրություն զգաց կրծքին։ Տիգրանի անսպասելի այցը կարծես նախանշան էր, հիշեցում, որ իր նախկին կյանքը դեռ գոյություն ուներ, իր բոլոր բարդություններով, սպասումներով։ Երբ Սարգիսը երեխաների հետ վերադարձավ կեսօրի վերջին, Նարեն պատմեց այցելության մասին։ Իր զարմանքին նա ավելի անհանգիստ թվաց, քան նա սպասում էր։ Տիգրան Մուրադյան լսել եմ այդ անունը, մեկնաբանեց նա, հոնքերը կնճռելով։ Եթե չեմ սխալվում, նա կապեր ունի հին գվարդիայի որոշ ավանդական քաղաքական գործիչների հետ։ Տարօրինակ է, որ նա հայտնվեց հենց հիմա։
Կարծում ես, որ դա կարող է ինչ-որ կապ ունենալ Գայանեի հետ, հարցրեց Նարեն, արտահայտելով այն վախը, որն արդեն սկսել էր ձևավորվել իր մտքում։ Զարմանալի չէր լինի, Սարգիսը հոգոց հանեց, մերսելով քունքերը։ Գայանեն շատ կապեր ունի կատաղած է ամուսնալուծությունից։ Իմ փաստաբանը տեղեկացրել է ինձ, որ նա վիճարկում է ամեն ինչ, ներառյալ երեխաների խնամակալությունը։ Լուրը ռումբի պես ընկավ։ Նա ուզում է խնամակալությունը։ Այն ամենից հետո, ինչ արեց։ Դա պարզապես տակտիկա է, ավելի շատ գումար ստանալու համար, բացատրեց Սարգիսը գրկելով նրան հանգստացնելու համար։ Մի անհանգստացիր, մենք բավականաչափ ապացույցներ ունենք նրա դեմ։ Երեխաները ինձ մոտ կմնան։ Բայց հանգստությունը կարճ տեց։ Հաջորդ առավոտյան Անուշը շտապ մտավ Սարգսի գրասենյակ, դեմքը գունատ անհանգստությունից։ Պարոն, կարծում եմ, որ դուք պետք է տեսնեք սա, ասաց նա, մեկնելով բամբասանքի ամսագիրը։ Շապիկին սենսացիոն վերնագիր էր։ Միլիարդատերի գաղտնի սիրավեպը։ Սարգիս Հարությունյանը և տնային սպասուհին։ Ստոր Սարգսի Նարեի նկարը առանձնատան այգում զրուցելիս ակնհայտորեն արված հեռադիտակային ոսպնյակով, կալվածքից դուրս գտնվող որե ռազմավարական կետից։ Անիծյալ գիշատիչներ, մրմնջաց Սարգիսը արագորեն թերթելով ամսագիրը, մինչ գտավ ամբողջական հոդվածը, որը ենթադրում էր, որ նրանց միջ սիրավեպը սկսվել էր բաժանումից շատ առաջ, լինելով ամուսնալուծության իրական պատճառը։ Պարոն, կարծում եք, որ տիկին Գայանեն է տարածել սա, հարցրեց Անուշը, ով այժմ լիովին պարոնի Նարեի կողմն էր, պարոնի այգեպան ծանալու ամբողջ ճշմարտությունը բացահայտելուց հետո։ Անկասկած, Սարգիսը նետեց ամսագիրը սեղանին։ Դա այնպիսի ստորություն է, որը նա կսիրեր։ Եվ խաղադրույք եմ կատարում, որ այդ Տիգրանի այցելության մեջ էլ նրա մատն է։ Իրավիճակն ավելի բարդացավ, երբ նույն կեսօրին Նարեն լացի մեջ զանգ ստացավ իր մորից, տիկին Հռիփսիմեից։ Աղջիկս, ինչ պատմություն է սա ամսագրերում։ Բոլոր հարանուհիներն ինձ ցույց տվեցին։ Դու շփվել ես քո ամուսնացած պարոնի հետ, տիկնոջ ձայնը լի էր ամոթով անհանգստությամբ։ Նարեն փորձեց բացատրել իրավիճակը, բայց դա չափազանց բարդ էր պարզ հեռախոսազրույցի համար։ Մայրիկ, այդպես չէ։ Սարգիսն արդեն բաժանված էր, երբ մենք սկսեցինք ավելի լավ ճանաչել միմյանց։ Այդ ամսագրի ամեն ինչ սուտ է։ Բաժանված լինի, թե ոչ, նա քո պարոնն է, աղջիկս։ Ինչ կմտածեն մարդիկ։ Ինչ կասեն քո եղբայրների մասին դպրոցում։ Արդեն մարդիկ քեզ տուն քանդող են անվանում։ Զրույցն ավարտվեց նրանով, որ տիկին Հռիփսիմեն պահանջեց, որ դուստրը անմիջապես վերադառնա տուն, անձամբ խոսելու համար։ Նարեն արցունքներով անջատեց հեռախոսը։ Ես քեզ հետ կգամ, առաջարկեց Սարգիսը, երբ նա բացատրեց իրավիճակը։ Ուզում եմ ծանոթանալ քո ընտանիքի հետ, անձամբ բացատրել, թե ինչպես ամեն ինչ տեղի ունեցավ։ Նարեն գլխով արեց, սրբելով արցունքները։ Ոչ, Սարգիս։ Դա միայն կվատթարացներ ամեն ինչ։ Ես պետք է մենակ գնամ, խոսեմ մորս հետ, հանգստացնեմ նրան։ Նա պարզ կին է, շատ խիստ արժեքներով։ Պետք է լսի ինձնից, իր դուստրից։ Սարգիսը դժկամորեն համաձայնեց, բայց պնդեց, որ Հակոբը նրան տանի նոր մոտակայքում մնա, եթե ինչ-որ բանի կարիք լինի։ Նարեն ընդունեց պայմանավորվածությունը, խոստանալով վերադառնալ հաջորդ օրը։ Սակայն մեկ օրը դարձավ երկու, ապա մեկ շաբաթ։ Նարեն ամեն օր զանգում էր, բացատրելով, որ տանը իրավիճակն ավելի նուրբ էր, քան սպասում էր։ Նրա եղբայրները դպրոցում ահաբեկվում էին բամբասանքների պատճառով, մայրը հուսահատված էր Հարանների չարախոսություններից։ Պետք է մի փոքր ավելի մնամ այստեղ, բացատրեց նա զանգերից մեկի ժամանակ, հոգնած ձայնով։ Պետք է նրանց ցույց տամ, որ չեմ լքել նրանց, որ դեռ նույն Նարեն եմ։ Սարգիսը հարգեց նրա որոշումը, թե նրանից հեռու յուրաքանչյուր օր տանջանք էր։ Երեխաները անընդհատ հարցնում էին Նարեի մասին, հատկապես Անին, ով ուժեղ կապ էր զարգացրել երիտասարդ կնոջ հետ։ Հենց այս հարկադրական բաժանման ժամանակ Սարգիսը մի գաղափար ունեցավ։ Եթե Նարեն չէր կարող գալ իրենց մոտ սոցիալական ընտանեկան ճնշումների պատճառով, միգուցե ժամանակն էր, որ նա գնար նրա մոտ, ոչ որպես Սարգիս Հարությունյան միլիարդատեր, այլ որպես այն մարդը, ում նա ճանաչել սիրել էր սկզբում։ Վարդանի, իր անվտանգության պետի օգնությամբ Սարգիսը համարձակ պլան պատրաստեց։ Նախ, նա ժամանակավորապես Արմթեք ի նախագահությունը փոխանցեց իր վստահելի փոխնախագահին։
Այնուհետ նա զուսպ կերպով վաճառեց իր հիմնական բաժնեմասը ընկերությունում ներդրումային հիմնադրամին, որը վերահսկվում էր իր կողմից միջնորդների միջոցով, պահպանելով իրական վերահսկողությունը, բայց հրապարակայնորեն հեռանալով անունից։ «Վստահ եք դրանում, Սարգիս», հարցրեց Վարդանը, երբ նա բացատրեց իր պլանները։ «Պատրաստ եք հրաժարվել ամեն ինչից այս աղջկա համար»։ «Ես հրաժարվում եմ ոչ մի բանից, որն իսկապես կարող է», համոզված պատասխանեց Սարգիսը։ «Փող, իշխանություն, կարգավիճակ, ինչ օգուտ այս ամենից, եթե չեմ կարող լինել նրա հետ, ում սիրում եմ։ Եթե չեմ կարող իմ երեխաներին տալ այն օրինակը, թե ինչպես պայքարել այն բանի համար, ինչն իսկապես կարող է կյանքում»։ Հաջորդ քայլն էլ ավելի արմատական էր։ Սարգիսը վաճառքի հանեց Դավթաշենի առանձնատունը միջնորդների միջոցով գնեց հարմարավետ, բայց զուսպ տուն Արաբկիր թաղամասում, Երանի ավելի բնակելի տարածքում։ Դա պալատ չէր, բայց ուներ բավականաչափ տարածք այն ընտանիքի համար, որը նա երազում էր կառուցել, ներառյալ փոքրիկ այգի, որտեղ նա կարող էր երեխաներին սովորեցնել սեփական հողը մշակելու արժեքը։ Ամեն ինչ պատրաստ լինելուց հետո Սարգիսը մի արոտ առավոտ ուղղորդվեց Նոր Նորք, հագնված այգեպան Անդրանիկի պարզությամբ, բայց առանց դեմքի քողարկումների։ Նա ինքն էր, Սարգիս Հարությունյանը, զրկված սոցիալական զրահներից, կարգավիճակի խորհրդանիշներից, որոնք միշտ սահմանել էին նրան աշխարհի աչքերում։ Շենքը, որտեղ Նարեն ապրում էր ընտանիքի հետ, պարզ էր, բայց լավ խնամված։ Սարգիսը բարձրացավ 4 հարկերը աստիճաններով, զգալով, թե ինչպես է իր սիրտը արագանում յուրաքանչյուր քայլից։ Երբ նա թակեց 402 բնակարանի դուռը, նրան դիմավորեց մոտ 12 տարեկան մի տղա, ով անվստահությամբ նայեց նրան։ «Այո», հարցրեց տղան, մասամբ արգելափակելով մուտքը։ «Դու պետք է Հովհաննեսը լինես, Նարեի եղբայրը», Սարգիսը ժպտաց, ձեռքը մեկնելով։ «Ես Սարգիսն եմ։ Քո քույրը Դան է»։ Տղայի աչքերը լայն բացվեցին, ակնհայտորեն ճանաչելով նրան ամսագրերից լուրերից։ «Մա, իր։ Դա հեռուստացույցի մարդն է։ Նարեի պարոնը»։ Մի քանի վայրկյան անց տիկին Հռիփսիմեն հայտնվեց դռան մոտ, փոքրիկ, բայց նշանակալի ներկայություն ունեցող կին, դստեր նույն արտահայտիչ աչքերով։ Նրա հայացքը Սարգսի հանդեպ հետաքրքրության, անվստահության, նրա ներկայացրած իշխանության անձի նկատմամբ ավտոմատ հարգանքի խառնուրդ էր։ «Պարոն Հարությունյան», նա փոքրիկ գլխով արեց։ «Ինչ եք անում այստեղ»։ «Ես Նարեին եմ տեսնելու եկել, տիկին Հռիփսիմե», անկեղծորեն պատասխանեց Սարգիսը։ «Պետք է խոսենք»։ «Նա տանը չէ», տեղեկացրեց տիկինը, դեռ արգելափակելով մուտքը։ «Քրոջ հետ շուկա է գնացել»։ Սարգիսը գլխով արեց, հասկանալով մայրական պաշտպանությունը։ «Հասկանում եմ։ Կարող եմ սպասել նրան»։ Դա իսկապես կարող է։ Ինչ-որ բան խնդրանքի պարզության մեջ, այն իսկական համեստության մեջ, որով Սարգիսը ներկայանում էր, պետք է դիպչեր տիկին Հռիփսիմեին։ Մի պահ վարանելուց հետո նա ավելի բացեց դուռը։ «Մտեք»։ Բայց միայն այն պատճառով, որ լավ չէ հյուրին դռան մոտ թողնելը, ով էլ լինի։ Բնակարանը փոքր էր, բայց անթերի մաքուր կազմակերպված։ Ընտանեկան լուսանկարները զարդարում էին պատերը, ցույց տալով Նարեին տարբեր տարիքներում, միշտ նույն լուսավոր ժպիտով, որը գերել էր Սարգսին։ «Սուրճ կխմեք», առաջարկեց տիկին Հռիփսիմեն, ցույց տալով համեստ բազմոցը, որտեղ Սարգիսը կարող էր նստել։ «Այո, կխմեմ, շնորհակալություն», պատասխանեց նա, գիտակցելով, որ սուրճի առաջարկը ավելին էր, քան պարզապես քաղաքավարություն։ Դա ժամանակավոր ընդունելության ծես էր իրենց տանը։ Մինչ նրանք լուրջ սուրճ էին խմում, Նարեի հետաքրքրասեր եղբայրների կողմից հեռվից դիտվելով, Սարգիսը տարօրինակ խաղաղության զգացում ունեցավ։ Այնտեղ, Նոր Նորքի այդ պարզ բնակարանում, նա պարզապես տղամարդ էր, ոչ թե կայսրություն, ոչ թե ազգանուն, ոչ թե կարողություն։ Նա պարզապես Սարգիսն էր, սիրահարված հատուկ կնոջ, պատրաստ անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նրան իր կյանքում ունենալու համար։ «Տիկին Հռիփսիմե, գիտեմ, թե ինչ եք մտածում իմ մասին», սկսեց նա, բաժակը դնելով սեղանին։ «Բայց պետք է իմանաք, որ սիրում եմ ձեր դստերը։ Ոչ որպես քմահաճույք, ոչ որպես արկած։ Սիրում եմ Նարեին այն ամբողջ հարգանքով, հիացմունքով, որին արժանի է նրա նման կինը»։ Տիկինը երկար ժամանակ ուսումնասիրեց նրան, կարծես կարող էր տեսնել նրա խոսքերի միջով գնահատել դրանց անկեղծությունը։ «Դուք ամուսնացած եք»։ «Այլս ոչ», Սարգիսը ցույց տվեց մատը, առանց մատանու։ «Իմ ամուսնալուծությունը ընթացքի մեջ է։ Եվ լիովին հստակ լինելու համար, իմ հարաբերությունները Նարեի հետ սկսվել են բաժանումից հետո»։
Այն ամենը, ինչ ասում են ամսագրերը, ստեր են տարածված։ Իմ նախկին կնոջ կողմից, ով չի ընդունում ամուսնության ավարտը։ Եվ ինչ եք մտադրվում անել իմ դստեր հետ։ Նա շատ տարբեր աշխարհից է, պարոն Հարությունյան։ Մտադրվում եմ նրան երջանկացնել, եթե նա ինձ թույլ տա, պատասխանեց Սարգիսը առանց վարանելու։ Ինչ վերաբերում է տարբեր աշխարհներին, մենք պարզեցինք, որ շատ ավելի շատ ընդհանուր բան ունենք, քան առաջին հայացքից թվում է։ Արժեքներ, երազանքներ, կյանքին մարդկանց նայելու ձ. Հենց այդ պահին բնակարանի դուռը բացվեց, Նարեն մտավ, գնումների պայուսակները ձեռքին, ուղեկցությամբ մի դեռահաս աղջկա, ով պետք է նրա քույրը լիներ։ Տեսնելով Սարգսին նստած իր տան հյուրասենյակում մոր հետ զրուցելիս, նա քարացավ, գցելով պայուսակներից մեկը հատակին։ Սարգիս, նրա ձայնը գրեթե շշուկ էր։ Ինչ ես անում այստեղ։ Սարգիսը վեր կացավ, սիրտը արագ զարկերից, նրան տեսնելիս այդքան օրերից հետո։ Նույնիսկ անհանգստությունից առաջացած մուգ շրջանակներով պարզ հագնված, Նարեն գեղեցիկ էր նրա աչքերում։ Եկել եմ քեզ տանելու, պարզապես պատասխանեց նա։ Կամ ավելի ճիշտ, եկել եմ հարցնելու, ուզում ես գալ ինձ հետ։ Առանձնատուն։ Սարգիս, արդեն խոսել ենք դրա մասին։ Ես չեմ կարող պարզապես։ Ոչ առանձնատուն, ընդհատեց նա, մոտենալով։ Առանձնատունը վաճառվում է։ Եկել եմ հարցնելու, ուզում ես գալ ինձ հետ մեր նոր տուն։ Սովորական տուն, սովորական թաղամասում, որտեղ մենք կարող ենք լինել պարզապես մերս, առանց պիտակների, առանց ճնշումների։ Նարեն անհավատալիորեն նայեց նրան։ Ինչ ես ասում։ Իսկ քո ընկերությունը։ Քո դիրքը։ Ես ժամանակավորապես փոխանցել եմ նախագահությունը։ Ինչ վերաբերում է ընկերությունում իմ մասնակցությանը, ես շարունակում եմ սեփականատերը լինել, բայց ներդրումային հիմնադրամի միջոցով։ Աշխարհի համար Սարգիս Հարությունյանը 1 տարվա արձակուրդ է վերցնում, դժվար ամուսնալուծությունից հետո։ Դու այս ամենն արեցիր իմ համար։ Մեր համար, ուղղեց Սարգիսը, նրա ձեռքերը բռնելով իր ձեռքերի մեջ։ Իրական բան կառուցելու հնարավորության համար, առանց անցյալի ստվերների, առանց սոցիալական տարբերությունների, որոնք այդքան անհանգստացնում են քեզ։ Միայն մի տղամարդ, մի կին սերը, որը նրանք զգում են միմյանց հանդեպ։ Արցունքներ էին փայլում Նարեի աչքերում։ Բայց իսկ երեխաները։ Անհամբեր սպասում են քեզ տեսնելու։ Անին ամեն օր հարցնում է քո մասին, Սարգիսը ժպտաց։ Նոր տունը սենյակ ունի քո եղբայրներից յուրաքանչյուրի համար, երբ ուզեն այցելել։ Եվ քո մայրը միշտ ողջունելի կլինի, իհարկե։ Տիկին Հռիփսիմեն, ով դիտում էր տեսարանը թաց աչքերով, փոքրիկ հավանության ձայն հանեց։ Այս մարդը մինչ այստեղ է եկել, մեր տուն, առանց քմահաճույքների կամ աշխատողների։ Սա շատ բան է ասում նրա մասին, աղջիկս։ Բայց մեր միջ եղած տարբերությունը, սկսեց Նարեն, դեռ վարանող, չնայած իր արագացած սրտին։ Ինչ տարբերություն, Սարգիսը ժպտաց, քնքշորեն շոյելով նրա դեմքը։ Մենք հիմա պարզապես Նարե Սարգիս ենք։ Երկու մարդ, ովքեր հանդիպել են ամենաանհավանական ձով պարզել են, որ պատկանում են միմյանց։ Նարեն խորը նայեց նրա աչքերին, փնտրելով կասկածի կամ անկեղծության որեն նշան։ Ոչինչ չգտավ։ Այն, ինչ տեսավ, պարզապես մաքուր սեր էր, վճռականություն հույս։ Դու իսկապես պատրաստ ես նորից սկսել։ Հրաժարվել այն ամենից, ինչ կառուցել ես։ Ես չեմ հրաժարվում ոչ մի բանից, որն իսկապես կարող է, Սարգիսը նրա դեմքը բռնեց իր ձեռքերի մեջ։ Ես ընտրում եմ այն, ինչն իսկապես արժեք ունի։ Դու։ Մենք։ Այն ընտանիքը, որը կարող ենք լինել։ Նարեի վերջին դիմադրությունները փլուզվեցին։ Զսպված հոգոցով նա իրեն նետեց Սարգսի գրկերը, ամբողջ ուժով գրկելով նրան։ Այո, շշնջաց նա նրա կրծքին։ Ուզում եմ գալ քեզ հետ։ Ուզում եմ փորձել։ Ուզում եմ հավատալ, որ մենք կարող ենք հաջողվել։ Սարգիսը նրան հետ գրկեց, վերջապես զգալով այն ամբողջականության զգացումը, որը նա այդքան երկար փնտրել էր։ Այնտեղ, այդ պարզ բնակարանում, շրջապատված այն կնոջ ընտանիքով, ում սիրում էր, նա գտել էր իր իսկական տունը։ 3 ամիս անց։ Արաբկիրի նոր տունը բաբախում էր կյանքով ուրախությամբ։ Արամը Անին կատարելապես հարմարվել էին նոր միջավայրին, ավելի ջերմ, ավելի քիչ ճնշող, քան հին առանձնատունը։ Սարգիսն ավելի շատ ժամանակ էր հատկացնում ընտանիքին, օրական ընդամենը մի քանի ժամ հեռակա աշխատելով։
Նարեն շարունակում էր իր բուժքույրական ուսումը, այլս չանհանգստանալով ուսման վարձի մասին։ Նրա մայրն ու եղբայրները հաճախակի այցելուներ էին, հատկապես կիրակի օրերին, երբ Սարգիսը ցույց էր տալիս իր տաղանդները խորոված պատրաստելու մեջ, մի հմտություն, որը նա վերջերս էր հայտնաբերել։ Բամբասանքի ամսագրերում սկանդալը ժամանակի ընթացքում թուլացել էր, հատկապես այն բանից հետո, երբ նոր հայտնիներ նրանց դրամաները հայտնվեցին վերնագրերում։ Գայանեն գույքի բաժանման ժամանակ ավելի մեծ մաս ստանալու փորձերը ձախողելուց հետո, ի վերջո ընդունեց սկզբնական համաձայնագիրը տեղափոխվեց Եվրոպա, որտեղ նույն ամսագրերի համաձայն արդեն նոր հարուստ փեսացու էր գտել։ Տիգրան Մուրադյանը պարտվեց ընտրություններում, նրա ավանդական ընտանեկան արժեքների վրա հիմնված քարոզարշավը հեղինակազրկվեց, երբ նրա մասնակցությամբ փոխզիջումային իրավիճակներում գտնվող տեսանյութեր հայտնվեցին։ Մի անձրոտ սեպտեմբերյան գիշեր, երբ երեխաները խորը քնած էին խաղերով լիորվանից հետո, Սարգիսը Նարեին գտավ ծածկված պատշգամբում, դիտելով, թե ինչպես է անձրը թափվում իրենց միասին տնկած փոքրիկ այգու վրա։ «Ինչ ես մտածում», հարցրեց նա, գրկելով նրան ետից ծնոտը հենելով նրա ուսին։ «Թե ինչպես է կյանքը պտույտներ տալիս», պատասխանեց նա, հենվելով նրա կրծքին։ 1 տարի առաջ ես պարզապես տնային սպասուհի էի, փորձելով գումար հավաքել քոլեջի համար։ Իսկ հիմա խրախուսեց Սարգիսը, երբ նա վարանեց։ Հիմա ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ, ավարտեց Նարեն, շրջվելով նրան նայելու։ Նույնիսկ այն օրերին, երբ դեռ կասկածներ ունեմ, նույնիսկ երբ ինձ հարցնում եմ, արդյոք այս ամենն իրական է կտի, հիշում եմ, թե ինչպես ենք ծանոթացել։ Թե ինչպես դու ինձ տեսար սիրեցիր, երբ ես ոչ ոք էի։ Դա ինձ ուժ է տալիս հավատալու։ Սարգիսը նրան նուրբ համբուրեց։ Դու երբեք ոչ ոք չես եղել, Նարե։ Միշտ էլ արտասովոր ես եղել։ Ես պարզապես բախտ ունեցա տեսնել դա, նույնիսկ եթե պետք է քողարկվեի դա անելու համար։ Նարեն ժպտաց նրա շուրթերին։ Գիտես, թե ինչն էր ինձ ամենաշատը գրավել պարոն Անդրանիկի մեջ։ Իսկական համեստությունը։ Եվ ես պարզեցի, որ դա կեղծիք չէր։ Դու, Սարգիս Հարությունյանը, ամբողջ իշխանության փողի ետում, իսկապես պարզ բարի մարդ ես։ Դու ինձ ստիպում ես ամեն օր ավելի լավը լինել, խոստովանեց նա, գրկելով նրան։ Որպեսի արժանի լինեմ քո սիրուն, որպեսի լինեմ այն հայրը, որին երեխաներն արժանի են, որպեսի տարբերություն ստեղծեմ այս աշխարհում ոչ թե նրանով, թե որքան ունեմ, այլ նրանով, թե որքան կարող եմ տալ։ Անձրն ուժեղացավ դրսում, բայց այդ տան ներսում, այն սիրո ջերմությունը, որը նրանք կիսում էին, բավարար էր ցանկացած ցրտահարություն հեռացնելու համար։ Սարգիսը Նարեի ձեռքը բռնեց լուր տարավ նրան իրենց կիսած սենյակ, զգուշորեն փակելով դուռը։ Գիշերային լույսի ներքո նրանք նայեցին միմյանց այնպիսի մտերմությամբ, որը շատ ավելին էր, քան ֆիզիկականը։ Այլս արգելքներ չկային նրանց մեջ, այլս կասկածներ կամ անվստահություններ չկային։ Կային պարզապես երկու սրտեր, որոնք բաբախում էին նույն ռիթմով, երկու հոգիներ, որոնք ճանաչում լրացնում էին միմյանց։ Քեզ համար ինչ-որ բան ունեմ, ասաց Սարգիսը, իր հագուստի գրպանից հանելով փոքրիկ թավշյա տուփ։ Նարեն շնչահեղձ եղավ, տեսնելով պարզ, բայց էլեգանտ սպիտակ ոսկուց մատանին, մեկ զմրուխտով, նրա աչքերի գույնով։ Սարգիս։ Դա ամուսնության առաջարկ չէ։ Դեռ ոչ, ժպտաց նա, մատանին դնելով նրա մատին։ Դա խոստում է։ Որքանի դեռ դու ինձ կուզես քո կողքին, ես այստեղ կլինեմ։ Որ այն սերը, որը զգում եմ քո հանդեպ, կախված չէ կոչումներից կամ թղթերից, այլ գտի ամբողջ կյանքում։ Երջանկության արցունքներ էին հոսում Նարեի դեմքից, երբ նա հիանում էր մատանով, սիրո շոշափելի խորհրդանիշով, որը հաղթահարել էր բոլոր արգելքները։ Կատարյալ է, շշնջաց նա, ամուր գրկելով նրան։ Ինչպես այն ամենը, ինչ մենք միասին կառուցեցինք։ Այդ գիշեր, դրսում թափվող անձրի ձայնի ներքո, Սարգիսը Նարեն առաջին անգամ լիովին նվիրվեցին միմյանց։ Շտապողություն չկար, սպասումներ չկային, պարզապես երկու մարդ էին, նշելով այն սերը, որը գտել էին ամենաանսպասելի ձով։ Նարեի համար, ով այդքան երկար պահել էր իր մաքրությունը, ոչ թե պարտավորությունից, այլ ընտրությունից դրդված, այդ պահը ներկայացնում էր ավելին, քան կուսությունը կորցնելը։ Դա վերացնունդ էր, նոր կյանքի սկիզբը այն մարդու կողքին, ում սիրում էր։ Սարգսի համար դա վերջնական հաստատումն էր, որ իր կյանքի բոլոր ուղիները, նույնիսկ ամենադժվարին ցավոտը, նրան տարել էին հենց այնտեղ, որտեղ նա պետք է լիներ։ Նարեի գրկերում, իր ապահով նավահանգիստը, իր ուղեկիցը, իր իսկական սերը։
Մինչ գիշերն անցնում էր, նրանց մարմինները հանգստանում էին միահյուսված, երկուսն էլ գիտեին, որ սիրո այգին, որը նրանք տնկել էին, նոր էր սկսում ծաղկել։ Եվ ինչպես ցանկացած լավ այգի, այն կպահանջեր ամենօրյա խնամք, մշտական ուշադրություն, այն վստահությունը, որ նույնիսկ փոթորկոտ օրերին արը միշտ նորից կփայլի։ Այն առանձնատանը, որը մի օր նրանց բաժանել էր դասի նախապաշարմունքի անտեսանելի պատերով, նրանք հանդիպել էին։ Բայց իսկական սիրո պարզության մեջ էր, որ նրանք վերջապես ճանաչեցին միմյանց որպես հոգու զուգընկերներ, նախատեսված միասին քայլելու կյանքի բոլոր այգիներով, որոնք դեռ սպասում էին նրանց։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Սարգսի Նարեի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք այս իրավեպից, որը հաղթահարեց բոլոր սոցիալական արգելքները, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ավելի շատ պատմություններ ստանալու համար, որոնք բացահայտում են իսկական սիրո գեղեցկությունը։ Դրեք ձեր լայքը, մեկնաբանեք, թե որ մասն է ամենաշատը դիպել ձեր հոգուն։ Նմանատիպ ավելի շատ բովանդակության համար պարզապես սեղմեք զանգակի վրա, ակտիվացրեք ծանուցումները։ Եվ ասացեք մեզ, որտեղից եք դիտում։ Ձեր քաղաքն էլ ունի սիրո պատմություններ, որոնք հաղթահարում են բոլոր խոչընդոտները։ Կիսվեք մեզ հետ մեկնաբանություններում։ Վաղը կվերադառնանք մեկ հուզիչ պատմությամբ, որը ձեզ կստիպի հավատալ սիրո վերափոխող ուժին։